Աննա Մար, կինը խաչի վրա, 2020 թվական։ Գլուխ չորրորդ։ Անձրևը գալիս էր անդադար։ Պատշգամբը փակել էին, քանզի ջուրը անցնում էր սենյակներ։ Զարմանալի էր, թե ինչպես այգու ծառերը չէին հոգնում ճոճվել, ճկվել և խոնարհվել մինչև գետին։ Ալինան կիսապարկած էր, փաթաթված կնգուղ թիկնոցով, զգալով լաց լինելու անհաղթահարելի ցանկություն։ Նրա մտքերը, ինչպես միշտ, վերաբերում էին Շեմյոտին և Կլարային։ Ցավալի լուրեր, Կլարան մահամերձ էր։ Երեկ Հուլիոսը հայտնեց Ալինային, որ կանչել է հորը։ Նույնիսկ մահացողի հանդեպ Ալինան խանդի զգացում ուներ։ Կմնա՞ արդյոք Հենրիխը հիվանդի մոտ, թե կայցելի Ալինային։ Նա իզուր սպասում էր մի ամբողջ շաբաթ։ Քանի որ անձրևը չէր դադարում և ամեն օրը միանման էր անցնում, ժամանակը տաժալուցվել էր Ալինայի համար։ Պարոն Շեմյոտը հարցնում է օրիորդին։ Ալինայի աչքերը սկսեցին շաղվել։ Ինչպես, դու թողել ես նրան ներքևում, դու պետք է նրան այստեղ հրավիրեիր, ինձ մոտ։ Վոյցեխովան թոթվեց ուսերը, նա թունոտ մրթմրթում էր։ Պարոն Շեմյոտը ինքն էլ կգտնի ճանապարհը, առաջին անգամը չէ։ Շեմյոտը անակնկալ համբուրեց Ալինայի ձեռքը։ Ներողություն եմ խնդրում անակնկալ այցի համար։ Ես նույնիսկ չնախազգուշացրեցի ձեզ հեռախոսով։ Ես շատ եմ շփոթված։ Պարզել, թե ինչ է կատարվում Սուրբ Վինսենտի հիվանդանոցում, Ալինան չէր ցանկանում ամոթի և անխուսափելի աղետի զգացումից ելնելով։ Սակայն այդ պահին հայտնվեց Վոյցեխովան։ Վերջապես, ես կարծեցի, թե դուք մեկնեցիք։ Կլարան մահացավ։ Ես ամբողջովին այդ տպավորության տակ եմ։ Ես չէի սպասում այսպիսի արագ հանգուցալուծման։ Նա այդ ամենը ասաց հանգիստ, առանց որևէ աֆեկտացիայի։ Ապշած, Ալինան նրա աչքերում փնտրում էր հոգեկան ցավի որևէ նշույլ, բայց այն չկար։ Ալինայի աչքերից արցունքներ թափվեցին, սակայն ոչ թե թեթևացումից կամ վշտից։ Մահացավ։ Սարսափելի է։ Ե՞րբ է նրա թաղումը։ Նրան արդեն թաղել են, երեկ առավոտյան։ Միթե դուք թերթ չեք կարդում։ Իրոք, վերջին մի քանի օրերին նա թերթ չէր կարդում։ Եվ նա զայրացավ, ինչու իրեն իմաց չեն տվել։ Ինքը գոնե ծաղիկներ կտաներ գերեզմանին։ Դուք ինձ ծիծաղեցնում եք, Ալինա։ Դուք չէիք այցելում հանգուցյալին հիվանդանոցում կենդանության օրոք, ձեր ինչ գործն է նրա թաղումը։ Այլայլված նա շարունակում էր լաց լինել։ Շեմյոտը պատմեց մանրամասներ։ Ցավոք, դիակը ամբողջովին կտրտել էին։ Ախ, այդ դահիճները, այդ վիրաբույժները։ Հանգուցյալը արագորեն սկսել էր նեղել։ Դեռ լավ է, որ եղանակը սառն էր։ Կալվածք տանող ճանապարհները ողողված էին, նա ստիպված է եղել շոգենավով գնալ։ Այն խրվեց ծանծաղուտում, քիչ էր մնում իրական վտանգ սպառնար։ Այնքան ձանձրալի էր գյուղում, որ նա նույնիսկ ուրախացավ քաղաք գալու համար։ Ալինան մաքրեց արցունքները։ Նա հանգստացավ և չէր ուզում խաբել ինքն իրեն։ Այո, Կլարայի մահը մեծ և անսպասելի թեթևություն բերեց։ Նա հիմա վախենում էր միայն մի բանից. արդյոք չափից ավելի չի Շեմյոտը տառապում։ Իհարկե, նա պետք է տանջվի ափսոսանքից, հուշերից, չէ՞ որ այնուամենայնիվ, լուրերի համաձայն, նա մտերիմ էր հանգուցյալի հետ։ Ախ, պետք չէ նրան մենակ թողնել։ Նա վախվորած պարզեց ձեռքերը։ Տարեք ինձ ձեզ հետ, աղաչում եմ։ Ուր, կալվածք, բայց դա խելահեղություն է։ Ինչ է ձեր մտքով անցել։ Նա լուռ էր։ Դուք վարկաբեկել եք ձեզ, Ալինա։ Արդեն առաջին անգամ ձեզ նկատել են կայարանում։ Ձեր մասին բամբասում էին բոլոր սպասավորները։
Իսկ հիմա, երբ Կլարան նոր է մահացել, ոչ, ոչ։ Բայց ինձ համար միևնույն է, ինչ կասեն կայարանում, միևնույն է, զայրացավ Ալինան։ Ես ցանկանում եմ ձեր կողքին լինել այսպիսի պահերին։ Ինչպիսի պահեր, Ալինա, դուք սենտիմենտալ եք։ Ամաչեք, ես կարողանում եմ հաղթահարել անախորժությունները։ Տեսնելով նրան հանգիստ, սովորական, նա ևս ժպտաց։ Այո, իհարկե, նա տղամարդ է։ Շեմյոտը մնաց նախաճաշելու, ներքուստ զվարճանալով Ալինայի շփոթվածությունից։ Հիմա նա կսկսի գլուխը ջարդել այն հարցի մասին, թե ինչու Շեմյոտը չի ցանկանում ոչ ամուսնանալ, ոչ մերձենալ իր հետ։ Վոյցեխովան միտումնավոր դանդաղ էր սպասարկում։ Որպեսզի չկանչի նրան, Ալինան վեր էր կենում և վերցնում անհրաժեշտը պահարանից։ Հորդառատ անձրևի պատճառով ճաշասենյակում մթնշաղ էր, փայլփլում էր միայն սեղանի բյուրեղապակեղենը։ Շեմյոտը հետաքրքրվեց Քրիստինայի մասին, ինչպես է նա և ինչ է անում։ Նա մինչև հիմա էլ իր մեջ խորը հակակրանք է առաջացնում։ Սակայն եթե Հուլիոսը կորցրել է գլուխը, թող ամուսնանա, նա չի խանգարի որդուն։ Իր համար ավելի կարևոր է պահպանել որդու կապվածությունը և հարգանքը։ Աղանդերից հետո նրանք անցան աշխատասենյակ։ Ալինա, հիշո՞ւմ եք գարունը։ Մենք այստեղ շատ համերաշխ նստած էինք։ Դուք պատմում էիք ձեր մանկության մասին և ամպրոպ էր։ Ալինան բռնեց նրա ձեռքը և սկսեց համբուրել։ Հիշում եմ արդյոք ես։ Նա ետ քաշեց ձեռքը, ընկրկելով, փոքր֊ինչ շինծու, անմիջապես երիտասարդանալով։ Հանգստացեք, Ալինա, դուք ինձ շողոքորթում եք։ Ես ծեր եմ։ Ալինան խոսում էր սիրո, կարոտի մասին, այն մասին, որ պետք է ինչ֊որ բան պարզաբանել իրար միջև, ինչ֊որ բան բացատրել, ինչ֊որ բանի վերջ տալ։ Եվ ամեն ինչը հանգում էր նրան, թե ինչքան է նա ուզում մեկնել Շեմյոտի մոտ կալվածք։ Շեմյոտի դեմքը անթափանց էր, սակայն նա ուշադիր նայում էր Ալինային։ Նա Շեմյոտին այսօր սովորականից ավելի շատ էր դուր գալիս։ Ալինան հագել էր հասարակ զգեստ, սպիտակ, ուլունքաձողերով կարված ծխագույն լիբերտի, ուսերը, կուրծքը, թևքերը սպիտակ շիֆոնից։ Նա կրում էր միայն ոչ մեծ, սակայն հավասար, վարդագույն մարգարիտներից վզնոց, որը Շեմյոտին տաք էր թվում։ Քանի որ նա լռում էր, Ալինան ընդհանրապես շփոթվեց։ Նախատեք ինձ, ես խելագար եմ, ես ծիծաղելի եմ, նախատեք ինձ։ Նա սառնորեն նկատեց։ Դուք արժանի եք խիստ նկատողության, դա այդպես է։ Դուք էքսցենտրիկ եք ձեզ պահում, գրեթե հիստերիկաբար։ Ես ուղղակի տհաճորեն զարմացած եմ։ Ես համառորեն առաջարկում եմ ձեզ մտածել ձեր պահվածքի մասին։ Նա փոքրիկ դադար տվեց։ Ալինա, այլապես։ Այլապես, հարցրեց Ալինան Շեմյոտին։ Այլապես ես ձեզ կպատժեմ, պատասխանեց Շեմյոտը։ Նա նույնիսկ զարմացավ իր խոսքերի թողած տպավորությունից։ Գունատ Ալինան շառագունեց, ապա նորից գունատվեց և չէր համարձակվում բարձրացնել հայացքը։ Դադարից հետո նա շարունակեց. Ով պատժում է, նա նաև սիրում է, դա աքսիոմա է։ Ալինա, դուք ինձ համար թանկ եք։ Ես անհանգստանում եմ ձեզ համար։ Ես թույլ չեմ տա, որ դուք կործանեք ձեր կյանքը։ Միթե ես ձեր ընկերը չեմ։ Ես պատրաստ եմ դիմել ամենադաժան միջոցների, բայց թույլ չեմ տա, որ դուք ծիծաղի առարկա, թշվառ կին լինեք։ Կրկնում եմ, ևս մեկ հիմար արարք, և ես կպատժեմ ձեզ։ Ներեցեք ինձ, ներեցեք։ Այսօր ես ներում եմ վերջին անգամ։
Եվ նա հապճեպ հեռացավ, չցանկանալով թուլացնել այս տեսարանի տպավորությունը։ Ալինան հազիվ հասավ բազմոցին։ Նա երեստիվայր նետվեց բազմոցին և թաքցրեց դեմքը մետաքսե բարձի մեջ, որի ծալքերը ծակում էին նրա այտերը։ Ամոթը նրան այրում էր։ Շեմյոտը հստակ նրան ասաց. հակառակ դեպքում ես քեզ կպատժեմ։ Նա ասաց որպես մի մարդ, ով գիտի, թե ինչ է ասում և ինչ է անում. հակառակ դեպքում ես ձեզ կպատժեմ։ Մանկությունից մի փոքրիկ դրվագ հայտնվեց նրա աչքի առաջ։ Մի անգամ, վատ եղանակի պատճառով, նրան թույլ չտվեցին զբոսնել, այլ թողել էին դահլիճում խաղալու։ Այն հսկայական, զով և հանդիսավոր էր, բաց գույնի փայտից պատրաստված կլոր հարթակով, բարձր հայելիներով և թանկարժեք խճանկարներից կազմված սեղաններով։ Հենց այստեղ, մեծ նկարում, կայսրուհի Մարիա Լուիզան գրկել էր իր փոքրիկ հռոմեական արքային։ Մնալով մենակ, Ալինան սկսեց արագորեն պտտվել մանրահատակին, որի վրա նստած էր փոշու բարակ շերտը, հերթով նայում էր յուրաքանչյուր հայելու մեջ և զարմանում էր, տեսնելով կապույտ աչքերով և կրծքի տակ կապված գոտիով մի բարակ աղջկա։ Այնուհետև նա բերանքսիվայր նետվեց արջի մորթու վրա, բանաստեղծություններ արտասանելով և համբույրներ ուղարկելով տարածության մեջ։ Սակայն անմիջապես վեր ցատկեց խայթվածի պես, բաբախող սրտով։ Նա հիշեց, որ նույն դիրքով նա պառկած էր միս Ուիտթոնի բազմոցի վրա։ Նա գոռաց, նա լաց եղավ, նա կռացավ մարմնով անցնող խուտուտից։ Այժմ մեծահասակ Ալինան, մտածելով Շեմյոտի պատժի մասին, նույնպես կծկվեց և սկսեց դողալ նյարդային հուզմունքից, ամոթից, վախից և սպասումից։ Նա դեմքը թաքցրեց մետաքսե բազմոցի բարձի մեջ, որի ծալքերը ծակում էին նրա այտերը։ Նա խոստացավ պատժել։ Ինչպե՞ս է դա լինելու։ Մի՞թե նա չափից դուրս մեղմ կլինի։ Արդյոք նա կվախենա իր ճիչերից։ Նա չկարողացավ արցունքներով շարժել միս Ուիտթոնի գութը, իսկ նրանը։ Արդյոք նա վայելելու է Ալինայի ամոթը և ցավը։ Արդյոք նա Ալինային կդնի մահճակալին, թե իր ծնկների վրա։ Թե նա կհրամայի, որ Ալինան ինքը պառկի և վեր քաշի իր զգեստը։ Թույլ կտա՞ արդյոք, որ Ալինայի ձեռքերը դրված լինեն գլխի ետևում, թե նա ինքը կվերցնի դրանք իր ափերի մեջ։ Արդյոք կհրամայի լռել։ Նա ծեծելու է արագ, կտրուկ, թե դադարներով, ինչպես միս Ուիտթոնը։ Օ, Աստված իմ, ես խենթանում եմ, Աստված խղճա ինձ։ Նա սկսեց լաց լինել, համակվելով պատրանքով, որ Շեմյոտը ծեծում է իրան, ամբողջովին քրտնած, թշվառ, խելքը գցած և վավաշոտ։ Հաջորդ օրերին Ալինան հուսահատության մեջ էր։ Նա չէր լքում ննջասենյակը, չէր հագնվում, չէր սանրում մազերը։ Անջատել էր հեռախոսը վարդակից և արգելել ընդունել Քրիստինային։ Նա միայն հիմա հասկացավ, թե որքան էր սպասում Կլարայի մահվանը։ Բայց ահա այդ դժբախտը մեռավ և ոչինչ չփոխվեց։ Շեմյոտը ապրում է կալվածքում, Հուլիոսը սիրահետում է Քրիստինային, Վիտոլդը երազում է Պոտոցկայայի մասին, իսկ նա, Ալինան, օր ու գիշեր լաց է լինում։ Մի անգամ բոլորովին անսպասելիորեն Վոյցեխովան փակված դռան ետևից հայտարարեց, որ Շչուրեկը վերջնահաշվարկ է պահանջում։ Պարոն Շեմյոտը կրկին քաղաքում է, և Շչուրեկը ցանկանում է խնդրել նրան հետ վերադառնալու։ Վռնդիր այդ ապուշին, կատաղությամբ բացականչեց Ալինան։ Մինչև երեկո նա ամեն զանգից ցնցվում էր։ Նա սպասում էր Շեմյոտին։ Նա չեկավ։ Նա զանգահարեց։ Շչուրեկը ծաղրախառն ձայնով պատասխանեց, որ պարոնը կալվածքում է։ Հաջորդ օրը կտավի պես գունատ, կոկորդի կծկումներով նա տնից դուրս եկավ։ Նա չէր հիշում, թե ինչպես հայտնվեց լայն, զարդարված, հայելային ցուցափեղկերով, ցած իջեցրած արևկալներով,
Հավասար էտված ակացիայի ծառուղով կենտրոնական փողոցում։ Այստեղ մի զբոսապուրակ կար, կլոր֊հարթակ, շատրվան, ծաղկանոցներ, նստարաններ։ Դայակները քշում էին մանկասայլակները կամ ձեռքը բռնած զբոսնում էին ավելի մեծ երեխաների հետ։ Խորքում սնկի նման աճել էր մի տաղավար, որտեղ վաճառում էին պաղպաղակ, սուրճ, շոկոլադ։ Ալինային զննում էին։ Նրա վրա ամեն ինչ սպիտակ էր, կոկոններով փոքր ծղոտե գլխարկը, մետաքսե ծածանվող թիկնոցը, ձեռնոցները, թավշյա կոշիկները, բարակ արծաթե շղթայով ձեռքի պայուսակը և վերջապես մարգարիտները, որոնք նա ծածկել էր քողով։ Նրա կողքով անցնում էին կառքեր, հեծանիվներ, մեքենաներ, դեռևս պայծառ, խիտ կանաչը, դրա արանքից երևացող կապույտ մետաքսի նման երկնքի ծվենները և արևի տակ շողշողացող շատրվանը այս անկյունին տվել էին թատերական դեկորացիայի տեսք։ Մայթեզրի մոտ երկար սեղանների վրա վաճառողուհիները ցուցադրել էին կավե սափորներ վարդերով, շահպրակներով, մեխակներով և ձարխոտի տերևներով։ Ալինան հանկարծ կանգ առավ։ Ինչ է ինձ պատահել։ Վերջիվերջո Քրիստինան ապրում է քաղաքի բոլորովին այլ կողմում։ Օսկերկոյի տանը նա հանդիպեց բանվորների։ Նրանք, տեղավորելով կահույքը, խոնարհվեցին այդ գեղեցիկ, էլեգանտ, մահացու գունատ տիկնոջը։ Ինչ֊որ տեղ զրնգում էին դանակները և ափսեները, նախաճաշի համար սեղան էին պատրաստում։ Սպասուհին վազելով եկավ ասելու, որ օրիորդը գնացել է խանութ։ Ալինան փակեց Վիտոլդի սենյակի դուռը։ Վիտոլդը նստել էր իր գրասեղանի առջև, պատսպարված գրքերով։ Նրա առջև մի բաժակ կաթ էր դրված և մտացրիվ, մանկան պես, երկար չորահացը նա թաթախում էր բաժակի կաթի մեջ առանց ընդհատելու կարդալը։ Նա առանց գլուխը բարձրացնելու, վստահ լինելով, որ իր դիմաց սպասուհին է կանգնած, ասաց. Դուք թույլ տվեցի՞ք, որ բանվորները գնան։ Նա դանդաղ և մեղմ պատասխանեց. Դեռ ոչ, պարոն։ Վիտոլդը բարձրացրեց հայացքը և ծիծաղեց։ Նա համբուրեց Ալինայի ձեռքերը։ Որքան հաճելի է, որ նա այցելել է իրենց։ Ընկնելով բազկաթոռին, Ալինան սկսեց բողոքել իր կյանքի ունայնությունից։ Վիտոլդը համաձայնում էր, մտածելով. Քրիստինան մեզ կպարզաբանի։ Ես սկսում եմ չհասկանալ Ալինային։ Ի վերջո նա խելահեղորեն սիրահարված էր Շեմյոտին, թե նա արդեն սառել է նրա նկատմամբ։ Հիմա նա կպչում է ինձ։ Ես վախենում եմ կորցնել Պոտոցկայային։ Ախ, այս 28-ամյա աղջիկները։ Եկավ Քրիստինան։ Ընկերուհիները գրկախառնվեցին։ Այդ օրվանից ի վեր Ալինան գրեթե չէր բաժանվում Օսկերկոներից։ Երեքով նրանք զբոսնում էին քաղաքից դուրս, այցելում էին փոքր թատրոններ, հաճախ գնում էին ծովափտյա ռեստորան, որը երկիմաստ համբավ էր վայելում։ Այստեղ նրանք ուտում էին ոստրեներ, որոնք մատուցվում էին կասկածելի մաքրության ափսեի վրա, խմում էին շատ վատ շամպայն և սոված էին մնում, քանի որ բոլոր ուտեստները պատրաստված էին կոկոսի յուղով։ Երբ Ալինան և Քրիստինան անցնում էին սեղանների կողքով, տղամարդիկ հիացմունքով նայում էին նրանց, և Վիտոլդը իրան շոյված էր զգում։ Պատշգամբից երևում էին լողարանները։ Որոշ տղամարդիկ նավով հեռանում էին ափից, հետո նետվում ծովը։ Նրանք հագուստ չէին կրում։ Ալինան վախով էր նայում այդ ադոնիսներին, որոնք կապույտ խորխորատում զանազան հնարքներ էին անում։ Քրիստինան խլում էր նրանից հեռադիտակը, ասելով. Ինչպես չես ամաչում։ Որոշ տեղերում դեսուդեն էին գնում մասնավոր զբոսանավերը, զարդարված դրոշներով, երգ ու երաժշտությամբ։ Ալինայի կարծիքով ամենագեղեցիկը առագաստներն էին, միայնակ, խորհրդավոր առագաստները, որոնք նավարկում էին դեպի հորիզոն։ Հետագայում այս բոլոր զվարճալի զբոսանքներում
Այս ոչ բոլորովին մաքուր հաճույքներին սկսեց մասնակցել երիտասարդ շեմյոտը։ Նա դեռ կրնկակոխ հետևում էր Քրիստինային, սակայն Ալինան երբեմն որսում էր նրա ընկերական և ծիծաղող հայացքը։ Նա երբեմն Ալինային համարձակ հաճոյախոսություններ էր անում։ Եթե միայն մեզ լսեր ձեր հայրը, նա կհասկանար ինձ։ Մի՞թե նա խիստ չէ ձեզ հետ։ Ամենևին, նա խիստ է միայն կանանց նկատմամբ։ Ալինան բռնկվեց։ Դուք բոլորի հետ եք այսքան հանդուգն։ Ոչ, միայն գեղեցիկների։ Կար ժամանակ, երբ դու ինձ գեղեցիկ չէիր համարում։ Ես կարծում էի, որ դուք չափազանց անմեղ եք։ Ալինան տխուր ժպտաց։ Նրանք լռեցին և երաժշտություն էին լսում։ Դա քաղաքային բաց թատրոնում հերթական սիմֆոնիկ համերգն էր։ Լուսնի լույսի սպիտակ շերտերը, որոնք ներթափանցում էին տերևների միջով, պառկում էին Ալինայի ծնկներին։ Նա ծածկում էր աչքերը, որպեսզի լսի Հուլիոսի մեղմ շշուկը։ Հետո Ալինան նայեց նրան։ Այժմ նա հիշեցնում էր Հենրիխին։ Նա իր կամքին հակառակ ասաց. Ես շատ նամակներ եմ գրել ձեր հորը, նա ոչ մեկին չպատասխանեց։ Հուլիոսը ծաղրանքով հակադարձեց. Նա կարոտում է Կլարային։ Եվ անմիջապես վախեցած իր խոսքերի ազդեցությունից ավելացրեց. Հայրս ատում է նամակագրությունը, ինչու պարզապես նրա մոտ չեք գնում։ Ես, ինչ ես ասում։ Նա ձևացրեց, որ վիրավորված է։ Հուլիոսը խոստովանեց, որ գիտի նրա առաջին այցելության մասին։ Նրան ասել են թե կայարանում, թե կալվածքում, բայց նա չի մեղադրում Ալինային։ Ինչ առանձնահատուկ բան կա։ Ալինան սիրում է իր հորը։ Նա նրբորեն հավատարմության երդում էր տալիս։ Եկեք միասին գնանք, հայրս ուրախ կլինի։ Նա ամբողջ երեկո ձանձրացրեց այս առաջարկով, թույլ չտալով, որ Ալինան երաժշտություն լսի, և խիստ անհանգստացնելով Քրիստինային, որը նստած էր այլ շարքում։ Ալինան տխրեց։ Նրանք դուրս եկան։ Որքան շոգ է, քրթմնջաց Ալինան։ Եվս մեկ րոպե անց ասաց. Ինձ թիկնոց տվեք, մրսում եմ։ Նրանք պաղպաղակ էին ուտում տաղավարի մարմարյա սեղանի մոտ։ Հուլիոսը բողոքում էր. Նա դժբախտ է, Քրիստինան կոպիտ է իր հետ։ Ապա անակնկալ ասաց. Իմ հայրը ձեզ տանջելու է, Ալինա, այնպես ինչպես Կլարային, իմացեք։ Երբ դուք կձանձրացնեք նրան, լռեք։ Եվ դարձյալ այդ գիշեր նա աչք չփակեց։ Ալինան շարունակեց զվարճանալ ողջ օգոստոսի ընթացքում։ Նա բարեխղճորեն ցանկանում էր մոռանալ Հենրիխ Շեմյոտին։ Նա անվերջ պճնվում էր։ Կազմակերպում էր թանկարժեք ճաշկերույթներ, սեղանները զարդարում ծաղիկներով, իսկ ծննդյան օրը, սեպտեմբերի 15-ին, նա սպասավորներին արժեքավոր նվերներ բաժանեց, զարդարեց այգին լապտերներով, տունը սպիտակ վարդերով, և բոլորը այն բանի համար, որպեսզի հաջորդ օրը թափառի մուրացիկի մռայլ հայացքով։ Մի անգամ Վիտոլդը նրան տարավ օպերետ դիտելու։ Այնտեղից նրանք վերադարձան կեսգիշերին մոտ։ Ալինան հոգտացությունից մեռնում էր, բայց համոզեց նրան մտնել տուն։ Ինչպե՞ս, հիմա, ուշ չէ։ Ոչ, ուշ չէ։ Իսկ ինչ կասեր ձեր ծերուկը, թեթևամտորեն հարցրեց Վիտոլդը։ Ծերուկ։ Ալինային թվաց, թե Վիտոլդը հարվածեց իր դեմքին։ Նրա տրամադրությունն անմիջապես ընկավ։ Վոյցեխովան բացեց դուռը։ Նա անմիջապես հեռացավ, օրիորդին համարելով կործանված։ Ալինան Վիտոլդին ուղեկցեց դեղնավարդագույն, պճնված և թեթևսոլիկ փոքրիկ կլոր հյուրասենյակ, որտեղ 4 հայելի կար, ինչպես լապտերի մեջ։ Թանկարժեք ճենապակին թաքնված էր Լյուդովիկոս 15-րդի շրջանի ոճով պատրաստված ուռուցիկ պահարաններում, իսկ նկարներում ժպտերես մարկիզուհիները երկար,
խնամված մատներով շոյում էին իրենց լև֊բետկաներին։ Վարդագույն գորգին դրվագված հովվուհին լսում էր պանի սրինգը։ Ալինան խմիչք, թխվածքաբլիթներ հանեց։ Նա ցուցադրում էր ոտքը և գայթակղիչ կնոջ դերի մեջ էր մտել։ Վիտոլդը երկմտեց, նա չգիտեր ինչպես վարվել։ Այնուամենայնիվ, վաղը նա այստեղ կուղարկի Քրիստինային։ Եթե Ալինան մերժի իրեն, ապա նա կարող է պարզ խղճով վերադառնալ Միսսի Պոտոցկայայի մոտ։ Նա լողում է հոսանքի ուղղությամբ, բայց հարկավոր է դիմակայել սեփական ճակատագրին։ Հենց այդ պահին Ալինան դառնացած մտածում էր. «Օ, Հենրիխ, Հենրիխ, դուք ինձ դրդում եք ցածրանալ, ինչ այլ նվաստացումներ եք պատրաստում դուք ինձ համար»։ Վերջապես Վիտոլդը հեռացավ։ Ալինան մնաց հյուրասենյակում։ Ինչ է նա անում։ Հիմարություն հիմարության հետևից, Վիտոլդի հետ սիրախաղեր, Հուլիոսի հետ սիրախաղեր, թեթևաբարո աղջկա պես շրջում է ռեստորաններով։ Նրա մեղքերն անհամար են։ Անկանոն անցկացրած երեկոն, խմած լիկյորը, ցերեկվա արևից շիկացած հյուրասենյակի տոթը, չբավարարված սերը, չբավարարված ցանկությունները նրան գցեցին լուստոտի վիճակի մեջ։ Նա չէր ուզում շարժվել։ Նրան թվում էր, թե ննջարանը շատ հեռու է։ Ննջարան հասնելը մի ամբողջ ճանապարհորդություն է։ Եվ նա շարունակում էր կիսապարկած մտորել շեմյոտի հանդեպ գործած իր մեղքերի մասին։ Ինչու նա պետք է վշտացնի նրան, ում աշխարհում ամենից առավել է սիրում։ Ինչու են այդքան խղճուկ և վատը։ Նա քնեց արցունքներն աչքերին, չանջատելով լույսը, ոտքերը կծկած ամենաանհարմար դիրքում, Լյուդովիկոս 15-րդի ոճի բազմոցի վրա։ Բայց երազում էլ, կարոտը, զղջումը, պատժի ծարավը շարունակում էին տանջել նրան։ Նա իրեն տեսնում էր իբրև որպես մի աղջնակ, որ հնազանդ կանգնած է միս Ուիթոնի սենյակում, որտեղ ամբողջ կահույքը, վարագույրները, պաստառները և նույնիսկ ասորական վազաները բոցկլտում էին դեղին երանգով։ Միս Ուիթոնը, դաշնամուրին հենված, խոսում էր բարեհամբույր, ձայնը չբարձրացնելով, թեթևակի ժպտալով։ Դուք անպիտան և ցրված եք, Ալինա, դուք հպարտ և հետաքրքրասեր եք, ստախոս եք և բկլիկ, ձեր մազերը խճճված են, ձեր հագուստը ճմրթված։ Ես չեմ հանդուրժի, որ ինձ այդքան մռայլ հայացքով նայեք։ Ախ, դու լաց ես լինում։ Դուք զղջում եք, դուք խոստանում եք հնազանդվել։ Հիմա դա չի օգնի։ Պառկեցեք թղթին, սակայն… Եվ ամոթ, և խոնարհություն, և ցավ, և պատժի վայելք, և ներված լինելու ուրախություն։ Ալինան արթնացավ։ Նա վեր կացավ ամոթխած, կարծես սիրեկանի գրկից դուրս քաշված, անջատեց էլեկտրականությունը և գնաց ննջարան։ Ամպիր ոճի մարմարյա ժամացույցի վրա սլակները 4-ից 5 պակաս էին ցույց տալիս։ Քրիստինան Ալինային գտավ անկողնում։ Շատ լավ է, քեզ հետ գործ ունեմ։ Գործ, այսքան շուտ։ Այո։ Ասա, բայց ես աչքերս չեմ բացի։ Խիստ դժգոհ Ալինան փաթաթվեց վերմակի մեջ։ Կարող ես աչքերդ փակել, ինձ քո ականջներն են պետք։ Եղբայրս, ինժեներ և ազնվական Վիտոլդ Օսկերկոն, քեզ ամուսնության առաջարկություն է անում։ Սուրբ Մարիամ… Զարմանքից Ալինան նստեց, և նրա քունն անմիջապես փախավ։ Քրիստինան թեքեց հայացքը նրա մերկ ուժեղ կրծքից, փարթամուսերից, որոնց վրա կապույտ լույս էր հոսում մահճակալի կապույտ վարագույրներից։ Ներսում սպիտակ վերմակի, բարձերի, ժանյակների ամբողջությունը աղվամազով պատված բույնի տպավորություն էր ստեղծում։ Հույս ունեմ, երեկվա իրադարձություններից հետո դու չես մերժի Վիտոլդին։ Իսկ ի՞նչ է եղել երեկ։ Ինչպես թե,
Դու գիշերը ընդունում ես երիտասարդին, լիկյոր ես խմեցնում, թույլ ես տալիս համբուրել ձեռքերդ, խոսում ես նրա հետ քո միայնությունից և ցանկություններից, և այդ ամենից հետո դու ուզում ես նրան մերժել։ Սակայն Վիտոլդը պատանյակ չէ, Հուլիոս չէ, նա թույլ չի տա իրան ինչպես ուզես պտտեցնես, և բացի այդ, նա սիրահարված է քեզ վաղուց, ինչպես ես, այո, ինչպես ես։ Ալինան նստած էր զարմացած և շփոթված, ի ցույց դնելով սեփական մերկությունը Քրիստինային։ Մոխրագույն երկար արձակած մազերը, խոշոր աչքերի կապույտ ծաղիկները, այտերի առողջ կարմրությունը ինչ որ պարզություն էին հաղորդել նրան այդ պահին, ծայրաստիճան երկրային և մեղավոր, նման Ռոպսի երիտասարդ վհուկին, որը սուրբ Ադալբերտին է ընթերցում։ Ալինան մտորում էր. հիմա կամ երբեք։ Եթե ես համաձայնեմ Վիտոլդի առաջարկին, ես կստուգեմ Շեմյոտի զգացմունքները։ Վիտոլդը իմ վերջին հաղթաթուղթն է, ես խորամանկության եմ դիմում։ Այո, որովհետև ես մահու չափ սիրում եմ, Քրիստինան կների ինձ խաբեության համար, Վիտոլդն էլ կների։ Նա դանդաղորեն ասաց. Լավ, Քրիստինա, փոխանցիր Վիտոլդին իմ համաձայնությունը, սպասիր մեկ րոպե։ Ախ, որքան է այս ամենը տարօրինակ։ Ես համաձայն եմ, խնդրում եմ, սակայն թող այս նշանադրությունը գաղտնի մնա։ Օ, լավ։ Քրիստինան գունատվեց։ Անբնական ժպիտով նա ծնկի իջավ մահճակալի առջև կրկնելով. Շնորհակալություն, Ալինա, շնորհակալություն։ Ալինան սկսեց խորամանկորեն ծիծաղել, ձեռքերը պոկելով նրանից և ընկնելով բարձերի վրա։ Նրան հետաքրքիր էր, թե ինչ ավարտ կունենա այս ամենը, և մի փոքր էլ հարբած էր իրավիճակի նորությունից։ Քրիստինան խեղդված ձայնով կրկնեց. Շնորհակալություն, Ալինա, շնորհակալություն։ Նա ձգվում էր դեպի Ալինան, զսպելով կոպիտ, վայրի ճիչը, կիսալացը, ավելի ու ավելի գունատվելով, դողալով և կրկնելով նույն խոսքերը. Շնորհակալ եմ, Ալինա, շնորհակալություն։ Քրիստինան իր բոցավառվող շուրթերով հպվեց Ալինայի ծնկներին, ապա համբուրեց ատլասե փորը, խորհրդավոր եռանկյունին, կոճը։ Դու խենթացել ես, բացականչեց Ալինան քարանալով։ Սա էլ է մեղք, ես կպատմեմ Շեմյոտին։ Ախ, Հենրիխ, մտածում էր Ալինան։ Քրիստինան ավելի ներքև թեքվեց, հրելով նրան երեստի վայր պառկել։ Պառկիր, պառկիր, մեկ րոպե, ախ, դու այնքան գեղեցիկ ես։ Երեստի վայր պառկելը միշտ հրապուրում էր Ալինային։ Շիկնած և հուզված նա դիմադրում էր։ Ոչ, ոչ։ Այո, այո։ Համբույրների և թեթև խայթոցների տարափ թափվեց նրա մեջքին, ազդրերին, ոտքերին, դողացող պարանոցին, անօգնական և անուժորեն բարձրացրած ձեռքերին։ Ինչ ես անում ինձ հետ, Աստված իմ, Աստված իմ, տնքում էր Ալինան, ցնցվելով այս էլ Շեմյոտին պատմելու մտքից։ Պատմել ամեն ինչ։ Ինչ որ Քրիստինան անում էր իր հետ, այն աստիճանի չէր վիրավորում և մթագնում Ալինայի հոգին, որ նրա երազները թափառում էին Շեմյոտի շուրջ։ Ինչպե՞ս է նա ընդունելու իրան, Ալինային։ Ինչ կասի նա հիմա, երբ Վիտոլդը իրան առաջարկություն է արել, ինչպես նա կպատժի իրան։ Ախ, թող Շեմյոտը ստիպի իրան հնազանդ լինել։ Այնժամ Քրիստինան գրկեց նրան, ինչպես երեխայի, և հետ գցելով Ալինայի գլուխը, սկսեց համբուրել նրա շրթունքները և խայթել չոր լեզվով։ Ոչ, ոչ, ես կզայրանամ, հեռացիր, ես կատեմ քեզ։ Քրիստինան սարսափով նայեց նրան, նա դեռ գունատ էր, դժվարությամբ էր շնչում։ Մի ասա այդպես, ես մեղավոր չեմ, ես հիմա լաց կլինեմ։ Պոռնիկի արցունքներ մի թափիր։
Հոգնած շարժումներով Ալինան մազերն էր հարդարում։ Քրիստինան վեր էր քաշում նրա մետաքսե գուլպաները, կապում կախակապերի մանուշակագույն ժապավենները։ Նա Ալինային տվեց ցերեկային բատիստե ժանյակավոր վերնաշապիկը, բարակ կրծկալը և մանուշակագույն զուգագուլպաները։ Նա ծառայում էր սպասուհու փորձառությամբ, երջանկանալով նրանից, որ Ալինան ուրախացել էր, դիմելով ընկերուհուն նուրբ անուններով։ Մինչ Քրիստինան խորքային, հուզված ձայնով հեռախոսով խոսում էր Վիտոլդի հետ, Ալինան տեղափոխվեց հյուրասենյակ։ Զգույշ հեռացնելով դեղնավարդագույն շտոֆե վարագույրը, նա շուրջը նայեց հանցանքցի անորոշ ժպիտով։ Պատուհանագոգը, գորգը, կահույքը, ամբողջ սենյակը կարծես պահպանում էին աշնանային օրվա ջերմությունը, չբավարարվածության տապը, Ալինայի երազի տապը։ Լիկյորը, թխվածքաբլիթները, արծաթե սկուտեղի վրայի նուրբ բաժակները, ծխախոտի մնացորդներով լի մոխրամանը, ամեն ինչ իր տեղում էր մնում։ Եվ առանց ջրի չորացրած սպիտակ մեխակների ծաղկեփունջը կլոր սեղանի վրա մետաքսե կտորի արհեստական ծաղիկների մեջ, և կնգումե թիկնոցը, և Ալինայի սպիտակ երկար ձեռնոցը, որը պահպանել էր նրա երկար մատների ձևը։ Ալինան ժպտաց գլուխը թափահարելով։ Նա երեկ խենթացել էր։ Միթե նա գոնե դույզն ինչ սիրում է Վիտոլդին։ Ինչպես է համարձակվում ինքն իրան տնօրինել առանց շեմյոտի իմացության։ Ալինան զանգ հնչեցրեց։ Եկավ Վոյցեխովան։ Ինչո՞ւ դուք այստեղ չեք հավաքել, սա անկարգություն է։ Վոյցեխովան կոպիտ պատասխանեց։ Ինքը չէր կարող իմանալ, որ օրիորդը կարթնանա շատ վաղ, իսկ երեկ նա նստած էր պարոն Օսկերկոյի հետ, ինքը չէր համարձակվել մտնել։ Ալինան ընդհատեց աղախնին շատ կարճ։ Ես ամուսնանում եմ, Վոյցեխովա։ Պառավը աղ քաշեց և նետվեց համբուրելու Ալինայի ձեռքերը։ Հիսուս Քրիստոս, Աստված իմ, երջանկություն և առողջություն տուր օրիորդին և ուրախություն ու սեր։ Օրիորդը պարոն Շեմյոտի հետ է ամուսնանում։ Ալինան սկսեց նյարդային ծիծաղել։ Ոչ, Վոյցեխովան սխալվում է, նա ամուսնանում է պարոն Օսկերկոյի հետ։ Վայելելով ծեր կնոջ տարակուսանքը, Ալինան խիստ տոնով խնդրեց Վոյցեխովային զուսպ լինել։ Վոյցեխովան երդվում էր, որ նա ավելի շուտ իր լեզուն կկտրի, քան որևէ բառ կասի։ Այնուհետև նա գրեթե վազքով գնաց դեպի խոհանոց և բոլորին տեղեկացրեց, որ օրիորդը ամուսնանում է պարոն Օսկերկոյի հետ, և որ հարսանիքը նախատեսված է մեկ ամսից։ Ամբողջ տունը բամբասում էր, քանի դեռ Ալինան և Քրիստինան նստած էին պարտեզում, սպասելով Վիտոլդի նախաճաշի գալուն։ Քրիստինան երազում էր բարձրաձայն, ակամայից բացահայտելով իր ճղճին նախանձ հոգին։ Ալինան չէր խանգարում նրան երկնային ամրոցներ կառուցել, ուղևորություն արտասահման, համատեղ կյանք Կոմո լճի մոտակայքում կամ ինչ֊որ տեղ Ֆլորենցիայում և այլ քիչ թե շատ ֆանտաստիկ ցանկություններ։ Ալինան մտածում էր անհոգ զբաղվելով ծաղկեփունջ հյուսելով։ Ես Քրիստինային մեծ հիասթափություն պատճառած կլինեմ, եթե Շեմյոտը ինձ արգելի ամուսնանալ Վիտոլդի հետ։ Ինչու է այս միտքն ինձ դաժան ուրախություն պարգևում, ինչու է դաժանությունը հաճույք պատճառում։ Ոչինչ, ժամանակի ընթացքում ես Քրիստինային ամուսին կտամ։ Հուլիոսի հետ նա երջանիկ և անհոգ կլինի։ Եվ նա բղավեց Քրիստինային, որ խաղողը հասունացել է 5 կամ 6 վազի վրա, կորած թփերի մեջ, պարտեզի ձախ կողմում։ Վոյցեխովան նախաճաշը հանդիսավորությամբ դրեց խոշոր ծաղիկներով դրվագված բաց հարդագույն սփռոցի վրա։ Սեղանին դրեց տոնական սպասք բյուրեղապակիով և արծաթով։ Ժամանել է Վիտոլդ Օսկերկոն։ Նա շատ հուզված, անհանգստացած էր թվում։ Ուրախության ոչ մի նշույլ։ Մտացրիվ պատասխանելով քրոջ շնորհավորանքներին,
Նա Ալինային անմիջապես տարավ պարտեզ։ Նրանք առանց բառ փոխանակելու հասան մինչև քարե նստարան։ Երբ Ալինան նստեց, Վիտոլդը անհանգստացած ասաց. Ինչ է այս ամենը նշանակում, բարեկամս։ Դուք խենթ եք, Քրիստինան խենթ է, ես խենթ եմ։ Միթե մենք իսկապես ամուսնանում ենք։ Ալինա, ես ձեզ աստվածացնում եմ, սակայն ձեր հետ ամուսնության գաղափարը… Ես վախենում եմ։ Ես դեռ բոլորովին պատրաստ չեմ։ Ինձ հետ դուք բազում հոգսեր կունենաք։ Վերջապես, ես դեռ չեմ դադարեցրել սիրավեպս Միսսի Պոտոցկայայի հետ։ Ես խոստովանում եմ, ես եմ ստեղծել այս խառնաշփոթը, ես ապուշ եմ և սրիկա։ Թույլ տվեք, ես մի փոքր էլ մտածեմ, Ալինա։ Ալինան բարձրաձայն ծիծաղեց և բռնեց Վիտոլդի ձեռքերը։ Բարեկամս, լռեք, ես ինքս չեմ հասկանում, թե ինչ է կատարվում այս տանը։ Միայն մի բան է ինձ հայտնի, որ Հուլիոս Շեմյոտը կամուսնանա Քրիստինայի հետ։ Օսկերկոն ուրախացավ։ Քրոջ հետ իր համար իրոք դժվար էր։ Նա ահաբեկում է իրեն, երբեմն սպառնալով ինքնասպանությամբ։ Խեղճ Վիտոլդ, ես ձեզ ազատություն եմ խոստանում, բայց հիմա դուք իմ փեսացուն եք։ Դուք ինձ առաջարկություն եք արել։ Ես ձեզ դեռ չեմ զիջում Միսսի Պոտոցկայային։ Վիտոլդը նրան էր նայում հետաքրքրությամբ։ Ես չեմ պատկերացնում մեր անձնական կյանքը, սիրելիս, բայց այն ինձ խորհրդավոր է թվում, հիասքանչ։ Նրանք վերադարձան Քրիստինայի մոտ թևանցուկ, դանդաղ, սիրահարների նման։ Գլուխ 5 Ալինան և Հենրիխ Շեմյոտը դուրս եկան տնից։ Շուրջ բոլորը շատ բան էր փոխվել։ Ծառերի վրա լցվել էին բոսորագույնի, ոսկեգույնի, կապույտի և մանուշակագույնի բոլոր երանգները։ Տերևները դեռ ամբողջությամբ չէին թափվել, բայց սարսափելի էր մտածել, թե ինչ կլինի նրանց առաջին փոթորկի և անձրևի ժամանակ։ Ակացիաներից կախված էին տռզած պատիճները, որոնց տգեղությունը փոխարինել էր սպիտակ անուշահոտ փնջերի գեղեցկությանը։ Մասրենին մերկացել էր և վառվում էր խոշոր պտուղներով։ Պատատուկը և խաղողը կարմիր էին պղնձե և շագանակագույն երանգներով։ Աշտան մռայլ շքեղությունը տխրություն էր ծնում, բայց միևնույն ժամանակ ինչ֊որ անասելի քաղցրություն, քնկոտություն և նրբություն կար պարտեզի լռության, գունատ արևի և նեխման բույրի մեջ։ Ալինայի բաց ոսկեգույն, սամույրի մորթու նեղ շերտերով զարդարված մանտոն միաձուլվել էր ընդհանուր երանգին։ Նրա սպիտակ բրդյա զգեստի ծայրին կռոթուկ էր կպել։ Իր սիրելիին հանել սովորության համաձայն, նա գլուխը չէր ծածկել և քամին խաղում էր նրա մոխրագույն մազերի հետ։ Նրանք ընտրեցին կալվածքի կողքով անցնող ճանապարհը և Շեմյոտի խնդրանքով գնացին դեպի մեկուսի փոքրիկ ամառանոցը։ Բացատրեք ինձ ձեր վարքը, Ալինա։ Մինչև հիմա մեզ խանգարում էր Հուլիոսը, հիմա մենք մենակ ենք, ասաց Շեմյոտը։ Ալինան ուզում էր ավելի ուրախ երևալ, քան կար, և սկսեց խոսել թեթև, վիրավորական թեթև տոնով։ Վիտոլդ Օսկերկոն իրան առաջարկություն է արել։ Վերջին օրերը նրանք անց են կացրել միասին։ Նա շատ լուրջ է կպել Ալինային։ Ալինան էլ կիսով չափ համաձայն է։ Շեմյոտը նկատելիորեն գունատվեց։ Եվ դուք եկել եք ինձ դրա մասին հայտնելու։ Ալինան շփոթվեց։ Ես վարվել եմ տգեղ և կոպիտ, ես չեմ հասկացել, որ… Շեմյոտը նրան ընդհատեց ժեստով։ Այս անգամ ես ձեզ չեմ ների, Ալինա, պատրաստվեք մի փոքր լաց լինել։ Անձրևաջրերից ողողված ճանապարհը ցեխոտ դարձավ։ Նրանք թաղվում էին գետափի ավազների մեջ։ Թեքությամբ իջան զորակը, շուրջ բոլորը ճահիճ էր, որի միջով պահակը փոքրիկ գետաքարերով նեղ արահետ էր գցել։ Լայն, արհեստական գետակը վազում էր, կարկաչում, փրփրում, եռում թփուտներում,
Ջրի այդ անկումը երաժշտության պես բարեհնչում էր։ Նրանք մտան դալար ուռուտ։ Ուռուտը մարդու հասակից մի փոքր էր բարձր, խիտ մոխրագույն, եղեգի պես դեպի գետը կռացած։ Շեմյոտի ասելով, այն տնկել էին միայն 2 տարի առաջ, որպեսզի թույլ չտան, որ գետը ողողի ափը։ Այստեղ տիրում էր տիղմի, ուռուտի, փտող տերևների հրաշալի գրգռող աղի բույրը։ Ոչինչ չէր լսվում, բացի ճյուղերի ճռռոցից, ինչ որ թռչունի թույլ ճռվողյունից և գետի կարկաչյունից, որից նրանք հեռանում էին։ Շեմյոտը գնում էր առջևից, զգուշորեն միմյանցից հեռացնելով ուռենիների ճյուղերը։ Ալինան գնում էր նրա հետևից, հետաքրքրված և հիացած։ Ես երբեք չեմ իմացել, որ ուռենիները բուրում են։ Գետնից կես արշին բարձրության վրա կախված էին ամառանոցային տնակի նեղ աստիճանները։ Տնակը շատ պարզունակ տեսք ուներ, կանգնած բարձր, հաստ սյուների վրա, կլոր գոտևորվող պատշգամբով, ձեղնահարկով, ներկված կապտամոխրագույն երանգով, հոսող գետի գույնին համահունչ։ Այն Ալինային աղավնատուն հիշեցրեց։ Շեմյոտը բացատրեց, որ այն արդեն 2 ողողումի է դիմացել։ Երբ ձկնորսություն է կազմակերպվում, այստեղ ընթրում են և գիշերում։ Պատկերացրեք, ես երեկ մոռացել եմ կողպել ամառանոցը, տխուր բացականչեց Շեմյոտը։ Հրաշք կլինի, եթե այնտեղից ինչ-որ բան թռցրած չլինեն։ Սակայն ներսում ամեն ինչ տեղում էր։ Կապույտ փոքր ծածկափեղկերը կիսով չափ փակ էին, և լույսը ներթափանցում էր շերտերով։ Բացի սեղանից, աթոռներից, մաշված գորգից, տարածքի կեսը զբաղեցնում էր ցածր, լայն, պարուսինե երեսներով, բարձերով բազմոցը։ Առաստաղից իջնում էր մուգ կարմիր, համարյա սև ապակուց ձվածև լապտերը։ Պատերին կախված էին հին զենքեր և ինքնաշեն շրջանակներում անպարկեշտ փորագրանկարներ։ Փայտե սանդուղքը տանում էր ձեղնահարկ, որի առաստաղի մեջ գտնվող դուռը չէր փակվում։ Ամեն ինչ կարգին է։ Անցած տարի այստեղից գողացել էին բարձեր, ծածկոցներ, հնոտիկ, հայտարարեց Շեմյոտը։ Նա շոյված էր Ալինայի հաճոյախոսություններից։ Այո, այստեղ շատ գեղեցիկ է։ Սա բացառապես նրա գաղափարն է։ Նա հանեց թիկնոցը և բացեց ծածկափեղկերը։ Երեկոյան արևը հեղեղեց սենյակը, գունագեղեց փոշին, հնացրեց կահույքը և ամբողջովին զվարթացրեց տնակը։ Շեմյոտը օգնեց Ալինային հանել մանտոն։ Այնուհետև նա ասաց, կկոցելով իր հոյակապ աչքերը. Դուք քմահաճ, չարաճճի երեխա եք։ Նա մեղավոր, հնազանդ ժպտաց և գնաց նրա հետևից պատշգամբ։ Ախ, որքան անուշահոտ էին բուրում ուռենիները, որքան մեղեդայնորեն էր կարկաչում գետակը, երկնքի ողջ կապույտը արտացոլված էր գետի մեջ։ Շեմյոտը ցած վազեց աստիճաններով, սուլելով դպրոցականի նման։ Այն ժամ նա տեսավ, թե ինչպես Շեմյոտը հանեց գրչահատ դանակը և սկսեց կտրատել ուռենու ճյուղերը։ Նրա մատանու ահռելի զմրուխտի կանաչ կայծը և թարմ կեղևի կանաչավուն եզրը շողացին Ալինայի առաջ։ 2-3 վայրկյանում նա ոչնչացնում էր ոստերը և ճյուղը դառնում էր ողորկ, ճկունորեն ներքև թեքված։ Նա հասկացավ, ահա թե ինչ է իրան սպասում։ Հասարակ, ընդհանուր, գրեթե սովորական և անսահման նվաստացուցիչ պատիժ։ Մի պահ նրան թվաց, թե կկորցնի գիտակցությունը։ Հաջորդ վայրկյանին նա հասկացավ, որ չի փախչի, չի գոռա, չի վրդովվի։ Նա կանգնած էր անշարժ և անընդհատ նայում էր Հենրիխի բարակ, սպիտակ մատներին, զմրուխտե քարին, ճյուղերի աճող թվին և զգում էր, որ երբեք այդպես չի սիրել Շեմյոտին, ինչպես հենց այս րոպեին։ Ալինան ասաց, խեղդվելով. Դուք
Ուզում եք, դուք ուզում եք։ Ալինա, ես ձեզ ձաղկելու եմ հիմա, դա որոշված է։ Ալինան ցնցվեց, ավելի ու ավելի կորցնելով իրեն և վախենալով այն փաստից, որ նրա խոսքերը այդքան հուզում են իր հոգին։ Շեմյոտի հանդարտությունը նման էր երկնքի և երկրի հանգստությանը։ Չհավատալով, որ Հենրիխը ներելու է իրեն, և ինքն իրեն ամբողջովին չհավատալով, Ալինան մի քանի անգամ կրկնեց. Աղաչում եմ, խղճացեք ինձ, աղաչում եմ։ Նա թոթվեց ուսերը։ Ալինան փախավ սենյակ։ Այստեղ նա նստեց և չգիտեր, թե ինչ անի ինքն իր հետ։ Մտքերի մրրիկը բողոքող և ցնծացող համակեց նրան։ Անհանդուրժող ապշեցուցիչ ամոթին, որի առջև դալկացել էր այն ամենը, ինչը նա մինչ այժմ զգացել էր, առատորեն միախառնվել էր հուզիչ և երանելի թաքուն ուրախությունը։ Ի վերջո նա սպասում էր պատժի։ Նա գիտեր, երազները իրականություն կդառնան։ Այս պահին նրան թվաց, թե շրշյուն է լսվում։ Լայն ճաքերի միջից սկսեց թեփ թափվել։ Նորից լռություն։ Ինչ֊որ տեղ թույլ կարկաչում էր գետակը, ինչ֊որ տեղ սուլում էր շեմյոտը։ Երբ նա վերադարձավ ճիպոտներով, Ալինայի գունատությունը փոխվել էր բոսորի։ Շեմյոտը թեթևակիորեն շնչահեղձ էր լինում և թաշկինակով սրբելով ճակատը, մեղմ ասաց, առաջին անգամ նրան դիմելով դույով. Ես կծեծեմ քեզ ոչ միայն չհնազանդվելու, Քրիստինայի հետ ունեցած արատավոր ընկերության, Հուլիոսի հետ սեթևեթելու, Վիտոլդի հետ խաղացած կատակերգության, այլ այն բանի համար, որ առանց հարցնելու ներխուժել ես իմ կյանք։ Ես թույլ չեմ տվել քեզ հետապնդել ինձ, դու ինձ կտրում ես իմ գործերից, դու ուղղակի ինձ հետապնդում ես։ Կարելի է համարձակ ասել, որ դու կամուսնացնես ինձ քեզ հետ։ Աստված իմ, ես նման բան թույլ չեմ տա։ Եվ մտածեց. նրա ինքնաներշնչանքը ապշեցուցիչ է։ Ալինան նրա առջև կանգնած էր խորապես շփոթված, խոցված նրա խոսքերից, զգալով նրա ճշմարտացիությունը, մեռնելով զղջումից և պատժի կրակոտ գլխապտույտ ցանկությունից։ Ալինան մրմնջում էր առանց նայելու նրան. Այո, այո, խփեք, դա պետք է։ Նա զգուշորեն փխրուն զարդի պես պառկեցրեց Ալինային բազմոցի վրա և երկար խառնշտորեց նրա փեշերի ժանյակները, անկախ իրենից ավելի ամուր ձգելով ժապավենները, իսկ հետո էլ հուզմունքից պատռելով դրանք։ Ջղաձգվելով, դեմքը ծածկելով ձեռքերով, Ալինան շշնջում էր. Սիրելիս, ես վախենում եմ, Աստված իմ։ Զգալով, թե ինչպես թարմությունը դիպավ իր մարմնին, թե ինչպես նրա ձեռքը իջեցրեց ներքնազգեստը և շրջազգեստը ծածկեց մեջքը, Ալինան ավելի բարձր գոռաց. Հենրիխ, ես չեմ կարող, ես ամաչում եմ։ Ալինան նախապես սկսեց գալարվել, հայտնվելով զուտ կենդանական վախի ճիրաններում։ Որքան գեղեցիկ ես, քեզ նույնիսկ ափսոս է ծեծել։ Աբելյարի նման ես արդեն քեզ սիրահարված եմ։ Ճիպոտները հետք կթողնեն։ Ախ, իմ փոքրիկ, ինչու ես այդքան անհնազանդ։ Առաջին հարվածը նա չզգաց, երկրորդը և երրորդը ստիպեցին նրան ցնցվել և դողալ և ձգտիկի պես դեսուդեն նետվել։ Ախ, ցավում է, սիրելիս, ցավում է, ես ծնկի եմ եկել, չեմ անի, խոստանում եմ, չեմ անի։ Դու դեռ վաղ ես ճչում, փոքրիկս։ Շեմյոտը նրան դանդաղ, ոչ այնքան դաժանորեն էր ձաղկում, քաղցր հուզմունք զգալով տեսնելիս, թե ինչպես է նրա մարմինը, վեր քաշած կիսաշրջազգեստների մեջ նուրբ մի ծաղիկ, դառնում վարդագույն։ Նրա մեջ արտասավ տղամարդկային ողջ դեսպոտիզմը,
Շեմյոտը տերն էր, Ալինան ստրկուհին։ Նա երջանիկ էր։ Սիրելիս, չեմ անի։ Հուսով եմ, խելոք պառկիր, կարծում եմ, դու ավելին կստանաս։ Հենրիխ, ես խելոք պառկած եմ, ախ, ցավում է, ախ, ներիր էլ չեմ կարող։ Նրա գոռոցներից պաստառի նման սփռթած շեմյոտը ատամների արանքից մրմնջաց. Մի պտտվիր, դու ես մեղավոր, դու գալարվում ես, քո շարժումները գլխիս են խփում։ Սիրելիս, ինձ վաղը կձաղկես, այսօր ներիր, ախ, Հենրիխ։ Նրա միամիտ բացականչությունները ավելի էին գրգռում շեմյոտին։ Կրկնիր այդ նախադասությունը։ Սիրելիս, ինձ վաղն էլ կձաղկես, այսօր ներիր։ Սա վերջին անգամ չէ, խոստանում եմ։ Ցավում է։ Այո, շատ է ցավում, դու ճիշտ ես, խեղճ աղջիկ։ Ժամանակը կանգ էր առել Ալինայի համար։ Նրան թվում էր, թե շեմյոտը ծեծում է իրեն այրող, ծակող, մռմռացնող ինչ֊որ բանով։ Ցավը հասել էր սրտին։ Նա կարծես մեկ կարծր պողպատե ձեռնափայտ էր զգում և ոչ թե առանձին ճիպոտներ։ Նա գալարվում էր, դեսուդեն ընկնում, սողում կրծքի վրա, սակայն ճիպոտները նրան էին հասնում ամենուր, իջնում էին նրա վրա դանդաղ, ինչպես դանդաղ խայթոցներ կամ ագահ մեղուներ։ Նա լաց էր լինում, աղաչելով, ստորացած և կրքոտ։ Ներիր, ես հիմար եմ, պիղծ կին եմ, համբուրում եմ ձեռքերդ, համբուրում եմ ոտքերդ, ախ։ Մի պտտվիր, լռիր, ես հրամայում եմ լռել։ Ալինան լացակումած կտրեց ձայնը, փորձելով խելոք պառկել, շունչը պահելով։ Գլխապտույտ զգալով և վախենալով դաժան դառնալ, շեմյոտը կանգ առավ։ Նա ավելի ցած իջեցրեց ժանյակները, արձակեց ձեռքերը, ուղղեց մազերը և Ալինան կարծեց, թե պատիժը ավարտվում է։ Արցունքները անմիջապես չորացան։ Նա մտածում էր. ահա իմ տերը, օ Աստված իմ, ես ինչպես եմ նրան սիրում, որքան խիստ է նա, որքան եմ ես նրան երախտապարտ, ես այս դասը երկար կհիշեմ։ Հենրիխը մտածում էր. ես վաղուց նման զգացողություններ չէի ունեցել, որքան եմ ես նրան խղճում, եթե նա ուշագնաց լիներ, ես կխելագարվեի խղճի խայթից, նա իմն է մինչև մահ, ես ամեն ինչ կարող եմ անել նրա հետ։ Ալինան զգույշ հարցրեց. Կարող եմ վեր կենալ։ Ոչ, սիրելիս, ներիր։ Սակայն նա անդրդվելի էր։ Դու կարող ես լաց լինել, փոքրիկս։ Եվ ճիպոտները կրկին սկսեցին իջնել նրա մարմնին։ Ինչպես էր նա գալարվում։ Սիրելիս, ներիր։ Եվս 10 հարված, ընտիր, այրող հարված, սեր իմ։ Եվ նա իրոք ստացավ վերջին հարվածները, որոնք նրան շիկացած թվացին։ Շեմյոտը օգնեց Ալինային ոտքի կանգնել։ Ալինան նրա օգնությամբ էլ շորերը կարգի բերեց և կանգնած էր Հենրիխի առջև լացակումած և ամոթից շիկնած։ Շեմյոտը հուզված նրան հարցրեց. Դուք հնազա՞նդ կլինեք, Ալինա։ Այդժամ Ալինան ծնկի իջավ նրա առջև կրկնելով. Ողջ կյանքում։ Ես դաժան էի արդյոք։ Ոչ, դուք բարի եք, դուք մեծահոգի եք, Հենրիխ, դուք ինձ հասկանում եք, դուք ինձ ուղղորդում եք դեպի բարին, միայն դուք եք ցանկանում, որ ես ուղղվեմ։ Դուք բարձր էիք լալիս։ Ես պետք է լաց լինեմ, գոչեց Ալինան, լի իր իսկ նկատմամբ ատելությամբ։ Ես մեղք եմ գործել, դուք ինձ պատժեցիք,
Մի հեռացեք, մի թողեք ինձ, մի արհամարհեք ինձ, Հենրիխ։ Ոտքի կանգնեցնելով Ալինային, նա քաղաքավարի ասաց. Թանկագինս, ձեզ ամեն օր պետք է սիրել, բայց չմոռանալ։ Նրանք հեռացան։ Արևն արդեն մայր էր մտել։ Արևմուտքից լողում էին անձրևի ամպերը։ Քամի բարձրացավ և հուզում էր գետակը։ Տերևների դեղնության, մերկ թփերի, հորիզոնի, ճանապարհի վրա իջնում էր մթնշաղը։ Ալինային թվաց, որ գետակը ավելի մեղեդային է կարկաչում և երկիրը բուրում է առանձնակի քաղցրությամբ։ Նա հենվում էր շեմյոտի ձեռքին, աներևակայելի երջանիկ, հարբած, հանգիստ, զգալով արտառոց թեթևություն իր սրտի և ամբողջ մարմնի մեջ։ Ճաշից առաջ սեղանը գցում էին ճաշասենյակում և ոչ թե պատշգամբում։ Ծառաները ապարդյուն փնտրում էին Հուլիոսին։ Վերջապես նա վերադարձավ ինչ֊որ տեղից, ներողություն խնդրեց և սկսեց չափից դուրս բարձրաձայն խոսել։ Ի՞նչ է քեզ պատահել, դու գոռում ես, ցրված նկատեց շեմյոտը։ Ներիր, հայրիկ։ Ալինան, նկատելով Հուլիոսի սևեռուն հայացքը, շիկնում էր։ Այս տղան չափից դուրս համարձակ է, նա կարող էր Ալինային հանգիստ թողնել։ Երկրորդ գավաթից հետո շեմյոտը ասաց. Ես հոգնել եմ, հեռանում եմ իմ սենյակ, Ալինա, ներողամիտ եղեք։ Եվ նա հեռացավ, համբուրելով Ալինայի ձեռքը, որը նայում էր նրան վստահող, շնորհակալ և սիրահարված աչքերով։ Վրանուսյան բերեց կրեմ, հատապտուղներ և սուրճ։ Ալինան ոչնչի ձեռք չտվեց։ Նա երազում էր։ Ինչ֊որ քնքուշ աղջկական բան կար նրա սպիտակ բրդյա զգեստով ծածկված մարմնի մեջ։ Ժամը քանի՞սն է, Հուլիոս։ 10-ին մոտ է, դեռ վաղ է, նստեք ինձ հետ։ Ես շատ եմ հոգնել։ Մենակ մնալ, հնչում էր Ալինայի մեջ։ Կարծես շեմյոտը կախարդել էր նրան իր ցանկասիրությամբ։ Քնել։ Ալինա, դուք զբոսնու՞մ էիք հայրիկի հետ։ Այո։ Դե լավ, բարեկամս, բարի գիշեր։ Եվ նա շտապ հրաժեշտ տվեց, վախենալով նրա հարցերից։ Սենյակում նա գտավ Ֆրանուսիային։ Գնացեք, սիրելիս, դուք ինձ պետք չեք։ Իրոք նա խեղդվում էր մենակ մնալու ցանկությունից։ Նա հանվում էր անփութորեն, շպրտելով զգեստները։ Այնուհետև տրիկոն, կրծկալը, կիսագուլպաները, ժապավենավոր կախակապերը, ցերեկային վերնաշապիկը նա ուղղակի թողեց հատակին, նրանից դուրս գալով ասես ջրից։ Ժանյակավոր լուսամփոփով լապտերը լուսավորում էր սենյակի և մահճակալի միայն մի մասը, որը գայթակղում և սպիտակին էր տալիս կոնֆետատուփի պես։ Ալինան վառեց պատի վրա ամրացրած հայելու կողքերին գտնվող բոլոր մոմերը։ Նա ուզում էր տեսնել սեփական մարմինը, պատիժը ստանալուց հետո, զգայականորեն ցնցվելով, իրան վերաբերվելով որպես ինչ֊որ օտարի։ Մարմնի վրա մնացել էին հոծ վարդագույն շերտեր, թեթև ուռածություններ, որոնք նման էին կոճակների։ Կարմիր քերծվածքները իհարկե չէր կարելի կեղեքում անվանել։ Նա իրան երկար էր ուսումնասիրում, ժպտալով, հոգոց հանելով, կծկվելով։ Տրփոթ դողը անցնում էր նրա մարմնով։ Եթե կարողանար, կհամբուրեր ստորացման և հնազանդության այդ հետքերը։ Անասելի երջանիկ և արբած նա մտածում էր. ախ, եթե նորից, ինչու նա չհնազանդվեց այդ պատժին ավելի համբերատար, ինչու էր լաց լինում նա և գոռում, ինչու էր նա վախենում։ Վախկոտի մեկը։ Ապա նողկանքը սեփական մարմնի նկատմամբ, նողկանքը իր նկատմամբ որպես կնոջ, որպես զզվանքի սափորի, ցնցեցին նրան հրեշավոր կերպով։ Այո, իրան ծեծեցին։ Տղամարդը, որ չամուսնացավ իր հետ և արդյոք կամուսնանա։
Եվ դեռ ավելի վատ է լինելու, ավելի վատ։ Երբևիցե նա կծեծի իրեն վկաների ներկայությամբ, որդու ներկայությամբ կամ Քրիստինայի ներկայությամբ։ Նման լեշի հետ նրբանկատ լինել պետք չէ, պետք է լինել կոպիտ, պետք է լինել անգութ, անողոք։ Նա փակ վերնաշապիկ հագավ, մտավ անկողին, ապաշխարանքի աղոթքներ կարդաց, սակայն չէր հանգցնում լամպը, այլ հորինում էր նոր նվաստացումներ և նոր տանջանքներ իր համար։ Նա փորի վրա պառկած և իր շիկացած մարմինը ավելի շատ այրող վերմակով լավ ծածկված, մտածում էր. Ես համառ եմ, ես հիմար եմ, ես թուլակամ եմ և ես ուղղակի ծիծաղելու չափ ոչնչություն եմ։ Ինձ պետք է ուղղել ամեն րոպե, ամեն ժամ։ Ախ, սիրելիս, նա ասաց, որ երբեք չի հոգնի ինձ ծեծելուց։ Ես նրան հասկանում եմ։ Անսպասելի տխրությամբ նա մտածեց. ոչ ոք չի համոզի ինձ, որ ես խելագար եմ։ Ես ուղղակի մյուս կանանցից ավելի լավ եմ ընկալում իմ գարշելիությունը, թուլությունը, մտերմությունը սատանայի հետ։ Ինչո՞ւ եմ այդ ծեծին մեծ կարևորություն տալիս։ Որովհետև այն ինձ առավել ստորացուցիչ է թվում, աշխարհում ամենավատը, ցանկացած ստորացումից ավելի նվաստացուցիչ։ Ավելի հեշտ է ոտքերը համբուրել, քան գոռալ. սիրելիս, սիրելիս էլ չեմ անի։ Ինձ համար ես փնտրում եմ ամենադաժան պատիժը։ Ես նրա հետ աշխարհի ծայրը կգնամ։ Ինչ֊որ մեկը թակեց դուռը, 3-4 պահանջկոտ թակոց։ Հենրիխ։ Նա վեր թռավ, շտապ հագավ արծաթե թիթեռներով ասեղնագործված մանուշակագույն մետաքսե խալաթը, բացեց դուռը։ Հուլիոսն էր։ Նա զայրացած աղ քաշեց և հետ գնաց։ Հուլիոսը ժպտաց և փակեց դուռը։ Սուս, դուք ինձ պետք եք, Ալինա։ Ինչ է պատահել։ Հանգստացեք, հայրս քնած է, լսեք ինձ։ Ինչպես, գիշերը 12-ին։ Զայրույթից գունատվելով նա հետ էր նահանջում, իսկ նա մոտենում էր, դիպավ կլոր սեղանին և նստեց վրան։ Ես ձեզ տեսել եմ, ասաց նա ուղղակի։ Ես ձեղնահարկում էի, երբ… Դա ինձ տանջում է, ինձ խեղդում է։ Ես եկել եմ ձեզ հետ խոսելու, Ալինա։ Այժմ իր հերթին Ալինան նստեց խորը բազկաթոռի մեջ Հուլիոսի դիմաց և ցնցված նայում էր նրան։ Մեկ֊երկու բառով Հուլիոսը բացատրեց, թե ինչպես է դա ստացվել։ Նա ընդհանրապես չէր ուզում լրտեսել հորը։ Նա եկել էր ամառանոց, ինչպես միշտ, գրքով և նկարչական ալբոմով։ Տնակը 3 բանալի ունի՝ հոր, Հուլիոսի և պահակի մոտ։ Երբ Հուլիոսը պատուհանից տեսավ Ալինային և հորը, չգիտես ինչու վախեցավ։ Նրանք այնպիսի սիրահարված, շողացող դեմքեր ունեին, ինչ֊որ բան խանգարում էր նրան մնալ տեղում։ Նա փրկություն գտավ ձեղնահարկում և այնքան անշնորհք կերպով էր աղմուկ անում ճյուղերով, տախտակներով, որ ամեն րոպե սպասում էր, թե իրան կգտնեն։ Ձեղնահարկի հատակից նա հետ քաշեց դարմանը։ Ախ, ես լսեցի, շշնջաց Ալինան։ Այո, նա մի կողմ քաշեց դարմանը և տեսավ զույգին նույնքան պարզ, որքան պատուհանից։ Նա սիրային տեսարանի էր սպասում, հուզված, շփոթված, ատելով իրան այս ցածրագին հետաքրքրասիրության համար, սակայն ընդհանրապես չէր տիրապետում իրան։ Երբ նա տեսավ հորը ճիպոտները ձեռքին, նրա գլխում մի վայրենի միտք ծագեց, որ իրան, Հուլիոսին են ծեծելու, և նա գրպանից հանեց գրչահատ դանակը։ Նա կկտրատեր հոր ձեռքերը գրողը տանի։ Ալինան ցնցվեց, նստած մնալով նույն սառած դիրքով։ Սակայն հայրը ծեծում էր Ալինային, և նա այնքան գեղեցիկ էր, այնքան հնազանդ, նրա դիրքում այնքան ցանկասիրություն կար, իսկ նրա ճիչերում այնքան սեր, աղերսանք, որ ինքը Հուլիոսը հիանում և հպարտանում էր իր հայրիկով։
Ամբողջ արյունը վառվեց նրա մեջ։ Նա զգում էր, թե ինչպես է հոգին վերածնվում, ինչպես է ինքն էլ դառնում դաժան, տիրատենչ, և նա մտածում էր, որ պետք է կնոջ հետ վարվել այդպես և ոչ այլ կերպ։ Նա զգաց նաև, թե հիմա իր համար աշխարհում չկա ոչ մի մշտական կին, նրանք բոլորը լինելու են պատահական, և նա հետո բոլորին դեն կնետի և կգնա առաջ։ Նրբորեն թեքվելով դեպի Ալինան, շոշափելով նրա արծաթե թիթեռնիկներով ասեղնագործված մանուշակագույն խալաթը, Հուլիոսը մեծ քնքշությամբ էր խոսում։ Ես երբեք չէի ենթադրի, թե այդ տեսարանը կարող է այդպես ազդել մարդու վրա։ Ես ամառանոց գնացի որպես մի Հուլիոս, իսկ վերադարձա որպես այլ մարդ։ Եվ գիտեք, Ալինա, ես նույնիսկ չէի պատկերացնում, թե որքան դաժանություն կա տղամարդու հոգում, որ ես Հուլիոսս անմիջապես կհասկանամ տարօրինակն ու կտրուկը։ Այո, ես շատ լավ հասկացա բոլոր նրբությունները, երանգները։ Եթե ուզում եք, չգիտեմ ինչպես ասեմ, ինչու եք լաց լինում, Ալինա, ես չէի ուզում ձեզ վիրավորել, չէ որ դուք սիրում եք իմ հորը, բոլոր կանայք դառնում են նրա ստրկուհիները, այնպես էլ Կլարան, ինչպես և իմ մայրը և մյուսները, որոնք դեռ չգիտեն։ Հայրս այդպիսին է, նրա հետ ոչինչ չես կարող անել։ Ճիշտ է, ես կարծում եմ, որ դուք, Ալինա, հնազանդության ռեկորդ եք խփել այդ կանանց մեջ, դուք անցել եք ինչ-որ սահման, սովորական իմաստով թույլատրելիի և նորմալի սահմանը, բայց դա այն պատճառով, որ ձեր զգացմունքները չափազանցված են, և ձեր սերը դուրս է հորդում։ Հնարավոր է, որ հայրս ինքն է մեղավոր դրանում։ Ալինան ընդհատեց այլայլված դեմքով, չսրբելով արցունքները, ծալելով ձեռքերը կարծես աղոթքի համար։ Ոչ, ոչ, ձեր հայրը ոչ մի մեղավորություն չունի, Հուլիոս, երդվում եմ, պատիժը դաժան էր, բայց ես դրան արժանի էի։ Դուք դեռ չգիտեք, թե որքան եմ ես անբարոյական և զզվելի, և դառնալ ավելի լավը, առանց մեկ ուրիշի օգնության ես չեմ կարող։ Պատիժը ինձ ցավ է պատճառում, անտանելի անմարդկային ցավ, այդ իսկ պատճառով ես ուրախանում եմ, լավ է, որ դուք խոստովանեցիք։ Հիմա, երբ ես գիտեմ, որ մենակ չէի ձեր հոր հետ, ես ինձ ավելի նվաստացած եմ զգում։ Ախ, որքան եմ ես նողկալի։ Հուլիոսը թոթվեց գլուխը։ Դուք հմտորեն թաքցնում եք ձեր առավելությունները, Ալինա, ինչու։ Դուք մտածում եք միայն անառակության մասին։ Եվ դադարից հետո շարունակեց. Քրիստինա Օսկերկոն կդառնա իմ կինը։ Ինձ համար դա ինքնասիրության և պատվի հարց է։ Նա բավականին երկար է դիմադրել, սակայն միևնույն ժամանակ ոչ ոք այդքան մոտ չէ իմ հոգուն, որքան դուք, Ալինա։ Նրանք շարունակում էին շշուկով խոսել, երկչոտ կիսվելով իրար հետ անցած երեկոյից տպավորություններով, ապագայի վերաբերյալ կանխատեսումներ անելով։ Հոգնած կատարվածից նրանք չէին նկատում բաց անկողինը, դեսուդեն նետված սպիտակեղենը, Ալինայի արձակ մազերը, նրա մերկ ոտքերը։ Միապաղաղ ձայնը նրանց վերադարձրեց իրականություն, հորդառատ անձրև էր գալիս։ Նրանք հրաժեշտ տվեցին, զարմացած, որ արդեն ուշ գիշեր է։ Գաղտնի՞ք։ Գաղտնիք։ Երեկոյան սկսված անձրևը շարունակվեց նաև ցերեկը, իսկական ջրհեղեղ, ուժեղ սառը քամու հետ։ Հիմա պոկվել էին վերջին տերևները, և հողը վեր էր ածվել սոթրիկ մածուցիկ ցեխի։ Ամենուր պղտոր և քամուց ծփացող ջրի ամբողջական լճեր էին գոյացել։ Ալինան ուշ արթնացավ։ Դեռ անկողնում նա սառնություն և խոնավություն զգաց, և նրան համակեց անորոշ մի տխրություն, լիակատար միայնության անորոշ զգացողություն։ Ֆրանուսյան սուրճ բերեց նրա համար։ Ախ, օրիորդ, ինչ եղանակ է, եթե ճանապարհը փչանա, մենք երկար ժամանակով կնստենք գյուղում։ Մի կողմ քաշելով վարագույրը, ակամայից աղմկելով, սպասուհին շարունակում էր բողոքել. Չէ, սա վերջին անգամ է, որ նա ծառայում է գյուղում,
Ուզում էր հանգստանալ, փող կուտակել, կազդուրվել, ուր է թե։ Ալինան լուռ էր, նրա բոլոր շարժումները դանդաղ էին։ Սանրվելով և զարմանալով սեփական գունատությունից, նա մտածում էր. ինչպես եմ հանդիպելու Հենրիխին, ինչ եմ ասելու նրան առաջին իսկ պահին, և երբ եմ ես վերջապես մեկնելու տուն։ Տատանվելով, նա հարցրեց Ֆրանուսյային. պարոնն արթնացե՞լ է։ Վաղուց, պարոնը աշխատասենյակում է կառավարչի հետ, այսօր շաբաթ է, բանվորների աշխատավարձի օրը։ Իսկ երիտասարդ պարոնը։ Երիտասարդ պարոնը մեկնել է։ Մեկնել է։ Ուր։ Ալինան զարմացավ։ Ֆրանուսյան պահարան էր դնում մանուշակագույն խալաթը, որ արծաթե թիթեռներով էր ասեղնագործված։ Նա պատասխանում էր շատ հանգիստ. երիտասարդ պարոնը ձիով գնաց կայարան։ Նա շատ էր շտապում քաղաք և վախենում էր, որ եղանակը չփչանա։ Ալինայի գլխում բոլոր մտքերը խառնվել էին։ Հենրիխի հետ մենակ երեկվա իրադարձություններից հետո։ Նա խնդրեց փոխված ձայնով. տվեք ինձ, խնդրում եմ, մոխրագույն շորը։ Սա հենց այն հասարակ շորն էր, ծխագույն լիբերտի, ասեղնագործած սպիտակ ուլունքաձողերով, որը նա հագել էր քաղաքում շեմյոտի համար։ Գցելով մարգարտե վզնոցը, նա մտովի համեմատում էր իր հագուկապը մոխրագույն երկնքի, մոխրագույն մառախուղի, ջրի գորշ շիթերի հետ։ Մարգարիտն արցունքներ է նշանակում, միթե Հենրիխը կրկին կստիպի իրան լաց լինել։ Նա գնաց մյուս սենյակներ։ Հին տան ամբողջ ջերմությունը գիշերվա ընթացքում չքացել էր։ Քար լռությունը անհանգստացնում էր Ալինային։ Անձրևի շիթերը ապակու վրա և քամու կատաղությունը, որից ճռճռում էին դռներն ու լուսամուտները, հուսահատության մեջ էին նրան գցում, ուշ աշուն։ Նա երբեք չի կարողանա ամբողջ տարին ապրել կալվածքում, երբեք, նույնիսկ սիրած մարդու կողքին։ Դա Ալինայի համար իսկական ողբերգություն կլիներ։ Դժվարին պայմաններ, տհաճ նստվածք սիրո մեջ։ Հետո նա ամաչեց. ինչպիսի եսասեր եմ ես։ Ըստ էության, այդքան էլ վատ չէ մի փոքր ձանձրանալ։ Նախ նա հայտնվեց հյուրասենյակում, որի սև ամենօրյա, զարդարված կապույտ ատլասով երեսպատված կահույքը և կապույտ կոպիտ նկարներով ճենապակյա վազերը զայրացնում էին Ալինային։ Հյուրասենյակից նույնքան աննպատակ նա անցավ գրադարան, որը կահավորված էր արաբական ոճով, պատերին ամբողջությամբ կախված գորգերով, գունաթափված, բայց փափուկ և տաք բազմոցով։ Այնտեղից գնաց առանձնատան չափ հին կահույքով դահլիճ, որի պատերի երկայնքով 3 հայելի էր դրված։ Այստեղ Ալինան փոքր ինչ մնաց, քանզի այգու մեծ մասը լավ երևում էր պատուհանից։ Կարելի էր սառչել, նայելով ջրի շիթերին, որ թափվում էին երկնքից, տանիքից, ծառերից և թփերից։ Կողաշենքի պատերը սևացել էին, իսկ երիտասարդ ակացիաները ծածանվում էին, ասես կանացի կիսաշրջազգեստներ։ Չէր երևում ոչ թռչուն, ոչ մարդ։ Դահլիճից նա գնաց շեմյոտի աշխատասենյակ, որը չէր սիրում։ Ինչ֊որ անտանելի ձանձրալի բան կար այդ սենյակում, անդուր կաղնե կահույքով, գրքերով, ատլասներով, ուղեցույցներով, պատերին աշխարհագրական քարտեզներով։ Շեմյոտի մահացած կնոջ նկարը, որտեղ նա պատկերված էր միամյա Հուլիոսին գրկած, Ալինայի մոտ խանդ էր առաջացնում։ Անբարյացակամ նայելով նրան, Ալինան թեթև թոթվեց ուսերը։ Հուլիոսը ասում է, որ հայրը փոխել է շատ կանանց։ Դու չպետք է այսքան երջանիկ և անմեղ նայես։ Ես նախընտրում եմ Կլարային, համենայն դեպս նա լավ էր գիտակցում իր վիճակը։ Խորագնա աշխատասենյակի կապույտ վարագուրումը թաքցնում էր անկողնախորշը։ Բուխարու վրայի թուջե եղջերուն իր եղջյուրների վրա կրում էր կլոր գունդ, ժամացույց։ Բուխարու երկաթե ճաղերի ետևում դրված էին փայտեր և դողալով ցրտից
Ալինան ափսոսաց, որ դրանք չեն վառվում։ Աշխատասենյակից հետո նա ուսումնասիրեց բիլիարդասենյակը, ճաշասենյակը, բուֆետը, անկյունային հյուրասենյակը։ Ես կարող եմ հիմա ասել, որ այս տան բնորոշ գիծը խոնավությունն է, փոշին, անճաշակությունը և անխնամությունը։ Որպեսզի ձմռանը տաքանա այս հսկա շենքը, ուր ամեն ճեղքից փչում է, պետք է կտրել անտառի կեսը։ Երբ ամուսնանամ Հենրիխի հետ, ես շատ բան այստեղ կփոխեմ, նա կապրի ինձ մոտ։ Հուլիոսն ու Քրիստինան կապրեն նրա քաղաքային բնակարանում, իսկ այստեղ մենք կգանք միայն ամռանը։ Բայց նրա հոգին, որը հոգնել էր անորոշ թախիծից և տհաճ նախազդումից, քիչ էր հավատում այս երազներին։ Նա վերադարձավ ննջարան թիկնոցը ուսերին գցելու և հիշեց երեկվա զրույցը Հուլիոսի հետ։ Ինչպես վախեցավ, երբ Հուլիոսը ներս մտավ, և որքան համարձակ էր նա խոսում։ Ինչու է նա մեկնել։ Միգուցե նա խոստովանել է հորը, կամ Հենրիխն ինքն է նրան հեռացրել։ Ալինան աննպատակ թափառում էր սենյակներով, կանգ առնելով պատուհանների մոտ, գրեթե հուսահատվելով անորոշությունից և պարտադրված անգործությունից։ Անձրևը ուժեղանում էր, իսկ ցերեկային լույսը ավելի ու ավելի էր խամրում։ Ալինան մտովի բուռն հանդիմանում էր շեմյոտին։ Երեկվա պատահածից հետո նույնիսկ չնայել նրան, չասել բարի առավոտ։ Արդյոք նա վերջնականապես չի արհամարհում իրեն։ Նա իր երազներում տեղափոխվեց գետի մոտ, որտեղ ճոճվում են ուռենիները և որտեղ միայնակ կանգնած է աղավնատանը նմանվող տնակը։ Միթե երեկվանը զուտ պատահականություն էր։ Նա ցնցվեց, լսելով Ֆրանուսիայի ձայնը։ Պարոնը խնդրում է նախաճաշել առանց իրեն, պարոնը շատ է զբաղված կառավարչի հետ։ Նրան մատուցեցին բաժակով արգանակ, ծաղկակաղամբ, սառը աքար և խնձորի կարկանդակ։ Բոլոր ուտեստները նա ուտում էր մեխանիկորեն, չպատասխանելով Ֆրանուսիային։ Սուրճն այրեց նրա շուրթերը, նա փոքր-ինչ ուշքի եկավ։ Ինչ անել նախաճաշից հետո։ Եթե նրան չտանջեին կասկածները, վախերը, անորոշությունը, ապագայի ծրագրեր կսկսեր կազմել, բայց նա չէր կարող։ Նա մտածում էր. ես երբեք ոչ մեկին չեմ կարողացել պատմել, թե ինչպես եմ ես տխրում։ Տխրում առանց պատճառի, կամ հնարավոր է պատճառ կա, բայց ես այն մոռացել եմ, չեմ գտնում։ Ես այնքան եմ վախենում պաթոսից, անհամեստությունից և թախիծից։ Նա մտավ գրադարան։ Սեղանին դրված էին Կոմս Լասկազի մեմուարները։ Նա վախեցավ բացել նույնիսկ առաջին էջը, ամեն դեպքում, կա սրբություն, չէ՞։ Քրքրելով անկյունները, Ալինան գտավ մի թղթապանակ, որը փքված էր կտրտված նկարների հաստությունից։ Այստեղ հանրահայտ կանանց մի ամբողջ հավաքածու էր. Մարիա Ստյուարտ, Ադրիեննա Լեկուվրեր, Զաիրա, Մագդալինա, Եկատերինա Մեդիչի, Լավալեր, Պոմպադուր։ Նույն տեղում նա գտավ նաև ջրաներկերով լի արկղ։ Դա հիացրեց Ալինային։ Նա սիրում էր ներկել, շատ վատ, աղջնակի նման։ Նա վերցրեց ջրի բաժակը, ընտրեց նկարների դրձակ, գեղանկարչության և ճարտարապետության մասին պատմող հաստ գրքերի մեջ, արանքում սեղանի վրա տեղ ազատեց և սկսեց աշխատել։ Մեծ ջանասիրությամբ նա մանուշակագույնով ներկում էր Մարիա Մանչինիի շորը և մուգ կանաչով նրա հետևի վարագուրումը։ Մի քանի անգամ, գլուխը բարձրացնելով և լսելով քամու և անձրևի ձայնը, նա վախենում էր լաց լինել։ Երբ ընդհանրապես մթնեց, Ալինան մի կողմ դրեց վրձինը։ Նրա մատները թմրել էին, բայց մնացել էին մաքուր։ Նա զղջաց, որ իր կողքը չէին Հուլիոսը կամ Քրիստինան։ Նա ոչ ուժ, ոչ ցանկություն ուներ տեղից շարժվելու։ Ֆրանուսյան եկավ, վառեց լամպը, ինչ֊որ բան ասաց, գնաց, ինչ֊որ տեղ աղմկեց, իջեցնելով վարագույրները։ Ալինան չէր լսում։ Շրխկաց մուտքի դուռը, վերադարձավ շեմյոտը,
գնաց իր սենյակ շորերը փոխելու։ Ալինան դարձյալ չէր լսում։ Պատշգամբում կառավարիչը վիճում էր կապալառուի հետ, իսկ նրա շները կատաղի հաչում էին, և նորից Ալինան ոչինչ չէր լսում։ Դուք այստեղ եք, Ալինա։ Շեմյոտը համբուրում էր նրա մատիկները, ներողություն խնդրելով։ Անիծյալ տնտեսություն, անիծյալ եղանակ։ Նա իրոք հիվանդ է բանվորների, օրավարձուների, կառավարչի հետ այս անվերջ պատմությունների պատճառով։ Գրասենյակում կուպրի, կաղամբի և էլի ինչ֊որ անտանելի բանի հոտ էր գալիս։ Նա մի կերպ էր կանգնում ոտքի վրա։ Ալինա, իսկ դուք ինչ էիք անում։ Տխրում էի։ Քաղաքի համար։ Ձեզ համար։ Իսկ հետո։ Ջրաներկով ներկում էի նկարները։ Ինչ երեխայություն։ Նա ծիծաղեց։ Ալինան հուզմունքից չէր կարողանում ուշքի գալ։ Ձեր որդին մեկնել է։ Այո։ Ինչու։ Երկու պատճառով։ Առաջինը նա ցանկանում է առաջարկություն անել Քրիստինային, երկրորդը ես ինքս եմ նրան ուղարկել այստեղից, նա ինձ խանգարում էր։ Իսկ ինչ է, դուք դժգոհ եք։ Սիրելիս։ Ոչ, եթե դուք այդպես եք ճիշտ համարել։ Գիտեք, ես փոքր-ինչ վախենում էի ձեզ համար։ Դուք։ Այո, երեկվանից հետո դուք կարող էիք հիվանդանալ։ Ալինան ժպտաց, իջեցնելով հայացքը։ Ես առողջ եմ։ Ավելի լավ, գնանք ճաշասենյակ։ Ճաշից հետո Ալինային անակնկալ էր սպասվում։ Վառել էին Շեմյոտի աշխատասենյակի բուխարին։ Այստեղ նրանց մատուցեցին թեյ, տորտ, մուրաբա, ռոմ։ Բուխարու լույսից գույնզգույն կրակներ էին վառում Ալինայի ուլունքաձող տունիկայի վրա։ Նրա ուսերը, որը փակում էր սպիտակ շարֆը, նրբորեն շառագունում էին։ Շեմյոտը մի փոքր առաջ եկավ, որպեսզի ավելի լավ ընկալի Ալինայի դեմքի արտահայտությունը, և Ալինան ավելի շուտ կանխազգաց, քան նկատեց նրա ակնթարթային ժպիտը։ Ես պետք է ձեզ տխրեցնեմ, սիրելիս։ Հենրիխ, դուք չեք կարող ինձ տխրեցնել։ Ես նախապես ամենին ենթարկվել եմ։ Դուք ինձ ուրախացնում եք, մինչդեռ ես փոքրոքիորեն ողջ օրը թաքնվում եմ ձեզնից։ Թաքնվում եք։ Այո։ Ուզում եմ ասել ձեզ, ախ, որքան դժվար է։ Շեմյոտը ունելին զրնգացնելով շուռումուռ էր տալիս փայտերը բուխարիում։ Մի կողմ հավաքեց ածուխը և հիանալով շնչառության նման բարձր և հավասար բռնկված նոր բոցով շարունակեց. Արիացեք, Ալինա, ես հաստատակամորեն որոշել եմ մեր միության ծրագիրը։ Ես չեմ ամուսնանա ձեզ հետ։ Ես չեմ ամուսնանա ձեզ հետ երբեք, թեկուզ դուք հենց հիմա իմ ոտքերի տակ մեռնեիք, ես չեմ ամուսնանա։ Ալինան շունչ քաշեց։ Թվում էր ամբողջ կյանքը անհետացավ նրա աչքերից, և դրանք դարձան խամրած, անշարժ, փոքր-ինչ լայնացած։ Նա շշուկով հարցրեց. Դուք ինձ չեք սիրում։ Ես սիրում եմ քեզ, Ալինա, բոլոր այն կանանցից ավելի շատ, որոնց ճանաչել եմ։ Ինչով երդվեմ։ Ալինան թույլ ժեստ արեց, որ նշանակում էր այդ դեպքում ինչու եք ինձ լքում։ Շեմյոտը կրկնեց այն, ինչ Ալինան արդեն լսել էր։ Նա Ալինայի համար ծեր է, ունի մեծահասակ որդի։ Ալինան պետք է երջանիկ լինի ուրիշի հետ։ Վերջապես, եթե նա անպատվաբեր է համարում լինել իր սիրուհին, ապա նա չի սիրում իրեն անշահախնդիր և լիակատար սիրով։ Այս ամենը նա առատորեն համեմեց ափսոսանքներով և բողոքներով, մեկ ճակատագրից, մեկ կանանցից, մեկ էլ հենց իրենից։ Ալինան տարակուսած էր։ Սիրուհի հասկացությունը իր համար ինչ֊որ զզվելի, սարսափելի և ամենակարևորը անմաքուր բան էր։ Իհարկե, նա խորապես նվաստացել էր Շեմյոտի առջև։ Նա պատժում էր իրան և ասում դու,
Սակայն Ալինան Հենրիխին ընդունում էր որպես իր ամուսին։ Նա Ալինայի համար միակն էր և ընտրյալը։ Նա վստահ էր, որ չէր կարող սիրել մեկ ուրիշի այնպես, ինչպես Հենրիխին։ Ամեն ինչ Ալինայի մեջ վշտից քարացել էր, և նա ոչ մի ցանկություն այլևս չէր զգում։ Նա մտորում էր. «Իմ ճակատագիրը որոշվում է, բայց ինձ համար միևնույն է։ Ես պատրաստ եմ վեր կենալ և գնալ ինչ֊որ ուղղությամբ։ Այսպիսով, ի՞նչ է ուզում ինձնից Հենրիխը, փոխարինել Կլարային։ Սա արդեն չափազանց է»։ Շեմյոտը գիտեր նրա մտքերը։ Նա հավաքեց իրեն։ Նա չի ամուսնանա, նույնիսկ եթե Ալինան կորսված լինի իր համար, նա չի ամուսնանա, դա ծիծաղելի է։ Եվ նա ոտքի կանգնեց, կարծես հրաժեշտ տալով։ Ես հուսահատված եմ, Ալինա, խոստովանում եմ, ես հույս ունեի ձեր մեջ ավելի մեծ սեր գտնել։ Ալինան սկսեց լաց լինել։ Սուտ է, ես ձերն էի մեր առաջին իսկ հանդիպման օրից, իսկ երեկ որքան դաժան եք դուք իմ հանդեպ։ Նրա ձայնը հուզեց Շեմյոտին։ Նա գրկեց Ալինային, սրբեց արցունքները, համբուրելով աչքերն ու շուրթերը։ Մի լացիր, ամեն ինչ կկարգավորվի, լսող եղիր, դու իմն ես և դու հիասքանչ ես։ Այժմ, երբ նրանք մի կողմ էին նետել ամուսնության հարցը, Շեմյոտի մեջ մեծացավ հետաքրքրությունը Ալինայի հանդեպ։ Նա երջանիկ էր և կրկին սիրահարված։ Նա նայում էր Ալինայի վառ, թարմ բերանին և տանջվում էր նրան այսօր տիրելու և նրան էլ ավելի մեծ սիրային մոլեգնության հասցնելու երկընտրանքից։ Պատժելով նրան, Շեմյոտը գիտեր, թե ինչ է անում։ Պատրաստվելով տիրել նրան, նա գնում էր ապավինելով պատահականությանը։ Նրա համար կարևոր էր ստիպել Ալինային մշտապես ամեն ինչում խնդրատու լինել։ Նրանք չնկատեցին, թե ինչպես այրվեցին փայտերը։ Հիմա ոսկրտում էին միայն ածուխները։ Շոգ էր։ Ալինա, արդեն կեսգիշեր է, դուք պետք է քնեք։ Բարի գիշեր։ Բարի գիշեր։ Նա արագ հրաժեշտ տվեց։ Խորը հիասթափությունը համակեց Ալինային։ Ինչպե՞ս, ուրեմն Հենրիխը չի ցանկանում մնալ իր հետ։ Ինքն այլևս ոչինչ չէր հասկանում, չէ՞ որ իրական սերը հասարակ է, իսկ Շեմյոտի սերը նրան հիերոգլիֆներ է թվում։ Հասնել նրա համաձայնությանը ամեն ինչում, պահանջել ամեն ինչ, հասցնել իրան անպատկառության և հետո նույնիսկ չխղճան։ Ի՞նչ անել։ Հեռանալ։ Ախ, եթե նա կարողանար համարձակվել։ Մնալ։ Ինչի համար։ Իսկ եթե Հենրիխը ուղղակի ձանձրանում է իր հետ, պատրվակ է փնտրում ազատվելու իրենից։ Բուռն արցունքներից հետո նրա տրամադրությունը փոխվեց։ Արդյոք ես հույս ունեի Հենրիխի մեջ ասյացու գտնել։ Նա չափից դուրս խելացի է և նրբանկատ։ Նա ինձ մոտենում է ոչ առանց տատանման։ Ճիշտ է, ես չեմ լինի նրա օրինական կինը։ Այդուհանդերձ, սիրուհին պարտավոր է լինել կատարելություն։ Ես դա այսօր հասկացա։ Եվ նա քնեց, շարունակելով լաց լինել, սակայն առանց դառնության և վիրավորվածության, արդարացնելով Շեմյոտին ամեն ինչում։ Իսկ Շեմյոտը զրուցում էր ծառայի հետ։ Վիկենտին զեկուցեց նրան, որ Ֆրանուսյան չի ցանկանում շարունակել ծառայությունը։ Նա անվերջ թախծում է քաղաքի համար։ Լավ, Վիկենտի, ինչու ոչ բոլոր բանվորներն էին եկել աշխատավարձը ստանալու։ Ճանապարհը շատ վատն է։ Եթե նրանք վաղը գան, ինձ մի զեկուցիր, պարզ է։ Քանի դեռ Վիկենտին նրան մերսում էր օդեկոլոնով, Շեմյոտը մտածում էր. Կալվածքում բոլորը Ալինային համարում են իմ սիրուհին։ Նույն Վիկենտին, և կառավարիչը, և խոհարարը, բոլորը։ Իսկ ես ժամանակ եմ կորցնում և չպետք է չափազանցված կարծիք ունենամ իմ անձի մասին։
Ես կարող եմ ձանձրացնել Ալինային, նրա մոտ դժգոհություն առաջացնեմ, ծիծաղելի թվամ։ Վիտոլդո Սկերկոն կամուստանա նրա հետ, առանց մտածելու, ես վստահ եմ, վշտից Ալինան կարող է անել այդ հիմարությունը։ Նա կամուսնանա այդ ոչնչության հետ և նրա հետ կստանա նաև Քրիստինային։ Ես ինձ դա չեմ ների մինչև մահ։ Ինչ է, խղճում եմ Ալինային։ Այսօր անշուշտ, նախկինում ես դրա մասին ծուլորեն էի մտածում։ Վաղը կարող եմ սառույցի պես պաղ լինել։ Եվ այնուամենայնիվ այսօրն արդեն կորած է։ Ափսոս, ինչ է անում Ալինան։ Նա լաց է լինում, իրեն կործանված է համարում և վիրավորված կանացի իր ինքնասիրության տեսանկյունից։ Նա կարծում է, որ ֆիզիկապես ինձ դուր չի գալիս։ Շուտով նա կհոգնի մտածել, լաց լինել և կսկսի միայն տառապել։ Որքան դժվար է այս կանանց հետ, որքան… Բարի գիշեր, պարոն։ Վիկենտին հեռացավ։ Շեմյոտի վերջին միտքը հետևյալն էր. Ալինան ինքն է մեղավոր։ Եթե նա սիրում է ինձ, ինչու չմնաց ինձ հետ։ Ամոթի զգացումից, հնազանդությունից։ Ահա թե ինչ, այդպիսի կանայք միայն փչացնում են մեզ։ Առավոտյան Ալինան ասաց լաց լինող Ֆրանուսիային. Հանգստացեք, եթե դուք չեք ուզում մնալ պարոն Շեմյոտի մոտ, ես ձեզ քաղաք կտանեմ ինձ մոտ, դուք լավ աղջիկ եք։ Ֆրանուսիան կրկին սկսեց լաց լինել, բայց այս անգամ ուրախությունից։ Ալինան վերջնականապես փափկեց։ Նրան հաճելի էր սփոփել այս շատ ճարպիկ և պատրաստակամ աղջկան, որը շատ բան էր կռահում, բայց պարկեշտության սահմանը չէր անցնում։ Այո, ես քեզ ինձ հետ կտանեմ։ Այսօր երկինքը պայծառ էր, փայլուն։ Ամպերի պատառիկները արագ հալչում էին, քամին երեկվանից ավելի կատաղի էր փչում։ Պարոնը աշխատասենյակում է։ Այո, պարոնն արդեն հետաքրքրվել է օրիորդով։ Ալինան շրջվեց։ Նա որոշել էր մի քանի ժամ չտեսնել Շեմյոտին և զգույշ դուրս եկավ այլ դռնով։ Նա սարն ի վեր բարձրանում էր ծածանվող բաց կանաչ շարֆով, իր ոսկեգույն մանտոյով, որի գույնը միաձուլվում էր թափված տերևների հետ։ Նա ագահորեն շնչում էր, փտտելու բույրը նրան արբեցնում էր։ Քամին գրեթե չորացրել էր հողը։ Երեկվա տարափի մասին խոսում էին պառկած խոտը, մեծ ջրափոսերը, փորվածքները, շերտերով բերված ավազը։ Այգին դեռ հիասքանչ էր, թեև արդեն հոկտեմբերն էր։ Այն մահանում էր պատվով։ Վառ գույները փոխարինվել էին կիսատոների, ծիրանին և ոսկին վեր էին ածվել մանուշակաշ ականակագույնի, գրեթե սևի։ Այլևս ոչինչ չէր բոցավառվում։ Գետը հոսում էր պղտոր, դեղին, գրեթե ձուլվելով ափերի և դաշտերի հետ։ Ագռավների երամը պտտվում էր և ապա հանգստանում եգիպտացորենի դաշտում։ Այգու ծառուղիներից մեկում Ալինան անսպասելի հանդիպեց մի ծեր աշխատողի։ Նա օգտվում էր արևից և քամուց, որպեսզի շարի և չորացնի խոշոր ընկույզներ, մի քանի հազար ընկույզ։ Նստած նա հսկում էր դրանք։ Նա ծուլորեն և անփութորեն գլուխ տվեց Ալինային, սառը նայելով նրան իր նեղ մոխրագույն աչքերով։ Դա շփոթեցրեց Ալինային։ Ավելի ու ավելի բարձրանալով դեպի խաչը, նա մտածեց. եթե նույնիսկ Հենրիխը ամուսնանա ինձ հետ, այս մարդիկ ընդմիշտ կհիշեն և չեն ների կալվածքում իմ գտնվելը։ Նրանք զայրույթով են վերաբերվում Ֆրանուսիային, որը ծառայում է անբարոյականին։ Վիկենտին պատրաստ է անիծել ինձ և կարծում է, որ ես կախարդել եմ պարոնին։ Նա թեքվեց դեպի թփերի միջով անցնող նեղ արահետը և մոտեցավ ձորակին, որը սկզբում փորել էին գարնանային հալված ձյան ջրերը, ապա անձրևները, հետո արդեն արհեստականորեն խորացվել էր քարերով։ Նրանցից ամենախոշորներին, մոխրասպիտակավուններին, երեկվա առվակը այս ու այն կողմ էր նետել։
Այստեղ կար նստարան, կտրված մի ծեր կաղնի, որ դրված էր կոճղերի վրա և այնքան ծանր էր, որ այն հնարավոր չէր շարժել։ Ալինան նստեց։ Քամին աղմկում էր սաղարթներում, նստարանը տաքացել էր արևից, քարերը նույնպես։ Ինչ-որ ծառ ամբողջությամբ պատված էր կարմիր մանր պտուղներով, կարծես ալոճենի է։ Չոր թփուտների վրա կախվել և ճոճվում էր թռչունի դատարկ, բայց դեռ ամուր բույն։ Ես սկսում եմ կասկածել, որ ստրկության մեջ եմ, մտորում էր Ալինան, չէ՞ որ ամեն ինչ հորինված և կազմակերպված է իմ կողմից։ Միգուցե Հենրիխի սերը կփոխի նաև ինձ, իմ ճաշակը։ Հնարավոր է, ես սկսեմ ցանկալ միայն համբույրներ, այլ ոչ թե ծեծ։ Ճիպոտները սարսափելի են, իսկական տանջանք, միայն հիշելուց նույնիսկ շունչս կտրում է, և դեռ պարզ չէ, Հենրիխը նվաստացրեց ինձ, թե ես ինքս ինձ նվաստացրեցի։ Վերջիվերջո, այս պատմությունը ամբողջությամբ ինձանից էր կախված։ Այսինքն, ես ստրուկ չեմ, այդ դեպքում ի՞նչ եմ։ Սակայն նա ոչ մի հետևություն չարեց իր մտորումներից, այլ սկսեց տխրել։ Նա իրան զգում էր խղճուկ, ծիծաղելի, հունից հանված, ընդհանրապես զրկված այն հստակությունից, որի մեջ ապրել էր մինչև օրս։ Նա բարձրացրեց հայացքը և տեսավ Շեմյոտին, որը իր կողմ էր գալիս առանց անձրևանոցի և առանց գլխարկի։ Ինչպիսի անզգուշություն, նա կհիվանդանա այս քամուց։ Նրա հոգատարությունը ծիծաղեցրեց Շեմյոտին, նա Ալինային հրավիրեց նախաճաշի։ Այնժամ, նրան հակառակ, Ալինան հանեց շարֆը։ Ավելի լավ, Ալինա, կանաչը ձեզ դալկացնում է։ Ինչի՞ մասին սկսեցիք մտածել։ Հենրիխ, ես փորձում եմ հասկանալ ձեզ։ Շատ լավ է։ Ալինան նրան հառեց փոքր-ինչ զայրացած հայացքը։ Կան րոպեներ, երբ ես ձեզ ատում եմ։ Շեմյոտը ուրախ ծիծաղեց, Ալինան փափկեց, նա վաղուց չէր տեսել Հենրիխին այսքան կենսուրախ։ Ինչ է, ձեզ ոչինչ չի հուզում, Հենրիխ։ Մի՞թե։ Երեկոյան նրանք կրկին վառեցին բուխարին։ Այստեղ բերեցին դրվագավոր սեղանը, որի վրա նրանք որոշ ժամանակ շաշկի էին խաղում։ Սակայն Ալինան ցրված էր։ Նա խաղը խաղի հետևից տանուլ էր տալիս։ Հետո նրանք կրակին ավելի մոտ տեղափոխվեցին և նստած էին խորը մտածկոտության մեջ, լսելով քամու ձայնը։ Շեմյոտը ներքուստ տատանվում էր։ Օրը նրան առավել հաճելի թվաց, Ալինան ավելի գրավիչ, քան երբևէ։ Նա չգիտեր ինչպես վարվել։ Ժամանակը նրան չէր սպասում։ 12-ն է, Ալինան լուռ էր։ Շեմյոտն էլ էր ուզում իրենը պնդել։ Նրանք հրաժեշտ տվեցին։ Միջանցքով մի քանի քայլ անելով Ալինան կանգ առավ։ Ոչ, նա չէր կանչում Ալինային, ոչ, ընդհակառակը, նա անմիջապես ձեռքի զանգակով կտրուկ և երկար կանչեց Վիկենտիին։ Օ, սա արդեն չափից դուրս էր։ Քաջությունը լքեց Ալինային, և իր սենյակում, նետվելով մահճակալի վրա, նա սկսեց հեկեկալ առանց դադարի։ Արթնացումը սարսափելի էր, կոպերը ուռել էին, աչքերի գույնը կապույտից վեր էր ածվել խամրած կանաչի։ Ալինան զայրացավ։ Ինչու և ում համար է նստած այս ծայրագավառում, թե ինքը այլևս օրինավոր հասարակության բարոյական աղջիկ չէ, այլ խղճուկ արարած է։ Ամեն ինչ պետք է շտկել և անմիջապես։ Հենց հիմա նա հեռագիր կուղարկի Վիտոլդին, կհավաքի իրերը և երեկոյան գնացքով կմեկնի, այստեղից հեռու, հեռու, ուր թարմոտ կա, նոր մարդիկ, մոռանալ Շեմյոտին, ջնջել, հիշողությունից ջնջել այս օրերը։ Նա արագորեն հագնվեց, բացեց պատուհանը։ Նրան կատաղեցնում էր հիանալի եղանակը։
արև էր, լիակատար լռություն, հողը բուրում էր, ինչ֊որ տեղ սկսեցին երգել թռչունները։ Նա հուսահատությամբ պահարանից հանեց իր շորերը, սակայն տեղավորել դրանք ճամպրուկներում չէր համարձակվում։ Ինչ է, Հենրիխը դուրս է անում իրան, ինչու է նա այսքան շտապում մեկնել, նա այդպես կարող է կորցնել Հենրիխին։ Ոչ, ոչ, դա անհնար է։ Ֆրանուսյան, ինչպես միշտ, բերեց սուրճը։ Երեկ նա թեժ մենամարտ էր ունեցել որոշ մարդկանց հետ խոհանոցում։ Վիկենտին երդվում էր, որ պարոնի և օրիորդի միջև մեղք չկա։ Նա 25 տարի ծառայում է պարոնի մոտ և, փառք Աստծո, ինքն է բացում անկողինը։ Նա փակ աչքերով կարող է տարբերել, երբ է երկու հոգի քնել և երբ մեկ։ Վիկենտի ինչ էին հավատում, նրան ծաղրում էին, իսկ օրիորդի մասին վատ խոսքեր էին ասում։ Ֆրանուսյան այն կարծիքի է, որ ամեն ոք ապրում է ինչպես կամենում է։ Իհարկե, եթե իրեն Ֆրանուսիային այդպիսի ծերուկի ձրի էլ տան, կհրաժարվի։ Բայց եթե օրիորդը սիրահարվել է, ապա իսկ ինչու ոչ։ Եվ նա սկսեց պաշտպանել օրիորդին հանցակցի կատաղությամբ։ Տեսնելով, որ Ալինան հավաքվում է, Ֆրանուսյան շատ շփոթվեց։ Սուրբ Մարիամ, օրիորդը ոչ մի խոսքով չէր զգուշացրել իրեն։ Ինքը հենց այսօր է փոքրիկ լվացք սկսել, նա լվանում է օրիորդի սպիտակեղենը։ Ընդհանրապես հնարավոր չէ ամեն ինչ թողնել և մեկնել քաղաք։ Բացի այդ, Շեմյոտի մոտ նրա ծառայության ժամկետը լրանում է միայն 2 օրից։ Ալինան ուրախությամբ կառչեց այդ հնարավորությունից։ Դե լավ, նա կմնա ևս 1 օր։ Ձեռքին պահած Վիտոլդին գրված հեռագիրը, նա դուրս եկավ նախաճաշելու։ Շեմյոտը կանգնած էր լուսամուտի մոտ, հետևելով մի խումբ բանվորների, որոնք ինչ֊որ բան էին խոսում կառավարչի հետ։ Հենրիխը նոր էր վերադարձել բակից, ձեռքին բռնել էր անձրևանոցը և իր սև թավշե գլխարկը չէր հանել։ Տեսնելով նրա ոսկեգույն փարթամ մազերը, մուգ, հպարտ, փայլող աչքերը, բարակ ձեռքերը, Ալինան կրկին սրտում զգաց թրթիռ և հիացմունք։ Նոր առավոտյան ողջույնը առանձնակի նուրբ էր հնչում։ Հենրիխը մտածում էր. Ես հուսահատվում եմ։ Ալինան ավելի լավ ճակատագրի է արժանի, ինչու եմ ես նրան ծաղրի ենթարկում։ Ժամանակը չէ արդյոք դադարեցնել այս չարչարանքը։ Ինչու չնվիրել նրան կայուն և հանգիստ երջանկություն։ Հասկացնել նրան, որ ես երկչոտ եմ, նա չի հավատա։ Ասել, թե ես խնայում եմ նրա կուսությունը, դա կոպիտ է և զզվելի։ Ես միևնույն է նրան վարկաբեկել եմ։ Հասկացնել ցանկությունս, որ Ալինան ավելի նախաձեռնող լինի։ Ոչ, ոչ, նա շատ ամաչկոտ է, նա պետք է ինքը գլխի ընկնի։ Ինչ իրավիճակ է, ես ոչինչ չգիտեմ։ Ես խճճվել եմ սեփական խարդավանքներում։ Ցավոք, պետք է ազնիվ լինել։ Ես կարող եմ տալ Ալինային միայն այն, ինչ տալիս եմ։ Ինձ պետք են նրա արցունքները, ճիչերը, աղերսանքը և նվաստացումը։ Մնացածը ես կվերցնեմ միայն քաղաքավարությունից և ոչ ավելի։ Մի փոքր հուզված նրա քաղցր հայացքից, Ալինան ասաց Շեմյոտին. Ահա, հեռագիր, Վիտոլդ Օսկերկոյին։ Հնարավոր է արդյոք ինչ֊որ մեկին ձիով ուղարկել կայարան։ Սա շատ կարևոր է։ Հենրիխը վերցրեց թուղթը, կարդաց տեքստը և ժպտալով դրեց գրպանը։ Շատ լավ, Ալինա, այսօր այնքան տաք է, որ քիչ էր մնում կարգադրեի սեղանը գցել պատշգամբում։ Շեմյոտը մտածեց. ոչ մի հեռագիր էլ ես չեմ ուղարկի։ Բաց թողնել Ալինային այս վիճակում խելագարություն է։ Պետք է գոնե հանգստացնել, հաշտվել։ Հաշտվել։ Ինչի հետ։ Միթե ես հրաժարվում եմ նրանից։ Ոչ, իհարկե։
Ես ավելի ու ավելի եմ համոզվում, որ Ալինան կարող է ինձ ուրախացնել, հենց ուրախացնել։ Իմ տարիքում երջանիկ արդեն չեն լինում։ Եվ նրանք գնացին զբոսնելու, երկուստ էլ հուզված, երկուստ էլ կաշկանդված, երկմտող։ Ահ, ինչպիսի հիանալի աշնանային օր էր, թափանցիկ, տաք, հանգիստ, ամբողջովին ներծծված խոնավ հողի, աշնանային տերևների կամ էլ չոր մրգերի, կամ ինչ֊որ բույսերի նուրբ բույրով։ Նրանք նորից տեսան մի երիտասարդ արծիվ, որը պտտվում էր ցածր և որս էր փնտրում։ Նրանք հանդիպեցին երկու ավանակի, որոնք շրջում էին թփերի մեջ։ Նրանք հանդիպեցին մի գյուղացու, որը պարոնի համար թաց տոպրակի մեջ երկու հսկայական ձուկ էր տանում։ Երբ շնչակտուր և քրտնած նա դուրս հանեց ձկներին, ցույց տալով շեմյոտին, ձկները դեռ թփրտում էին։ Նրանք հոյակապ էին, սադափի նման փայլելով արևի տակ, ասես կերտված լինեին արծաթից, կարմիր խռիկներով։ Հիացած Ալինան ծիծաղեց։ Հետո նրան տհաճ դարձավ նայել այդ թփրտոցին, ջղաձգումներին, օդում պարին, և նա թախիծով մտածեց, որ ինքն էլ է նման ձկան, որ խեղդվում է շեմյոտի ձեռքերում։ Հետդարձի ճանապարհին նրա ամբողջ զվարթությունը չքացավ։ Շեմյոտը զուր էր սիրահետում նրան և նայում մեկ թախիծով, մեկ աղաչանքով։ Ալինան ամփոփվել էր իր մեջ և համառում էր։ Երեկոյան նա առաջարկեց Ալինային շաշկի խաղալ, գայթակղում էր բուխարիով։ Ոչ, և նա հեռացավ իր սենյակը ժամը 8-ին։ Ներքուստ հուզված, արտաքուստ հանգիստ շեմյոտը ուղեկցեց Ալինային մինչև նրա սենյակ։ Ի՞նչ է նրա հետ պատահել, ի՞մն է պարտությունը, թե ի՞մն է հաղթանակը, տարակուսում էր շեմյոտը։ Լավ, հանգիստ թողենք նրան։ Եվ նա սկսեց կառավարիչի հետ ուսումնասիրել գրասենյակային գրքերը, ապա զրուցեց Վիգենտիի հետ։ Երբ տանը կատարյալ լռություն տիրեց, շեմյոտը սկսեց մի անորոշ հուզմունք ապրել։ Արդյոք նա չի կորցրել Ալինային, դա իրոք դժբախտություն կլիներ։ Եթե մինչև ժամը 1-ը նա չգա ինձ մոտ, ապա ես կգնամ Մեղայականով։ Ընդունած որոշումը ուրախացրեց և հանգստացրեց նրան։ Նա չէր հանվում։ Փայտ գցեց բուխարին և սկսեց կարդալ Սիենսկու երկխոսությունները։ 1:15 նրա դուռը թակեցին։ Ես հաղթեցի ճակատամարտում։ Եվ նա ժպտալով փակեց գիրքը։ Անկողնախորշում Ալինան շարունակում էր ամուր գրկել շեմյոտին։ Նա վատ էր հասկանում, թե ինչ է անում, բայց նա ընդմիշտ հիշեց, թե որքան էր Հենրիխը նրբանկատ և նուրբ։ Նրա թեթև ճիչը, կորցրած կուսության ճիչը Ալինայի միակ ուրախությունն էր։ Ցավ, միայն ցավ զգաց նա միաձուլման խորհրդում։ Այն Ալինային ծայրահեղ պարզ թվաց, չափից ավելի ֆիզիոլոգիական, իսկ ամենաքիչը միստիկ։